2029 թվականի ապրիլի 13-ին, երեկոյան ժամերին, երբ դուք նայում եք երկինք, կտեսնեք մի բան, որը մարդկությունը երբեք չի տեսել իր ողջ գոյության պատմության ընթացքում։ Ոչ մի աստղ, ոչ մի գիշերային լույս, ոչ մի արբանյակ։ Երկնքում կհայտնվի 3710 մետր տրամագծով ժայռ, որը կշարժվի այնքան արագ, որ դուք կտեսնեք, թե ինչպես է այն անցնում աստղերի միջով։ Այս ժայռը կանցնի երկրից 31000 կիլոմետր հեռավորության վրա։ Սա ավելի մոտ է, քան մեր GPS արբանյակները։ Սա ավելի մոտ է, քան եղանակի կանխատեսման արբանյակները։ Սա այնքան մոտ է, որ եթե դուք կարողանայիք թռչել ուղիղ վեր, ավելի արագ կհասնեիք այդ աստերոիդին, քան Լոս Անջելեսից Նյու Յորք թռչելուն։ Եվ այս ամենը տեղի կունենա ընդամենը 4 տարի հետո։ Այս աստերոիդի անունն է Ապոֆիս, եգիպտական քաոսի եւ ավերածության աստվածի անունով։ Երբ այն առաջին անգամ հայտնաբերվեց 2004 թվականին, աստղագետները հաշվարկեցին, որ 2029 թվականին այն ունի 1/45-րդ հավանականություն բախվելու երկրին։ 1/45-րդ։ Պատկերացրեք, որ ձեզ ասում են, որ ռուսական ռուլետում ռևոլվերը ունի ոչ թե 6, այլ 45 խցիկ, եւ դրանցից մեկում կա փամփուշտ։ Դուք կխաղայիք։ ՆԱՍԱ-ն չխաղաց։ Նրանք անմիջապես սկսեցին հետևել Ապոֆիսին։ Յուրաքանչյուր գիշեր, յուրաքանչյուր հեռադիտակ, յուրաքանչյուր հաշվարկ։ Եվ հետագա դիտարկումները ցույց տվեցին, որ 2029 թվականին բախումը չի լինի։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Որովհետև 2029 թվականին Ապոֆիսը կանցնի այնքան մոտ, որ երկրի ձգողական ուժը կփոխի դրա ուղեծիրը։ Պատկերացրեք, որ դուք նետում եք քար, եւ այն թռչում է ուղիղ գծով։ Հիմա պատկերացրեք, որ այդ քարը անցնում է հսկայական մագնիսի կողքով, որը թեքում է դրա ուղին։ Հենց սա կպատահի Ապոֆիսի հետ։ Երկիրը կթեքի դրա ուղին, եւ այդ նոր ուղին կորոշի, թե արդյոք Ապոֆիսը կվերադառնա։ Արդյոք այն կվերադառնա 2036 թվականին, կամ 2051 թվականին, կամ 2056 թվականին։ Հիմա եկեք խոսենք թվերի մասին, որոնք ստիպում են աստղագետներին արթուն մնալ գիշերները։ Ապոֆիսը շարժվում է 31 կմ/վայրկյանում։ Սա ավելի արագ է, քան որևէ մարդկային ստեղծած օբյեկտ։ Սա ավելի արագ է, քան ամենաարագ հրթիռները։ 31 կմ/վայրկյանում նշանակում է, որ այն կարող է անցնել Երևանից Գյումրի ընդամենը 3 վայրկյանում։ Լոս Անջելեսից Նյու Յորք 2 րոպեում։ Երկրի շուրջը 20 րոպեում։ Եվ այս արագությամբ, երբ այն անցնում է երկրի կողքով, մեր մոլորակի ձգողական ուժը փոխում է դրա ուղեծիրը միայն մի քանի կիլոմետրով։ Բայց տիեզերքում մի քանի կիլոմետրը կարող է նշանակել տարբերություն կյանքի եւ մահվան միջև։ 2004 թվականին հունիսի 19-ը Ռոյ Թաքերը, աստղագետ Հավայի համալսարանից, նկատեց մի փոքր լույսի կետ, որը շարժվում էր աստղերի միջով։ Նա չգիտեր, որ հենց նոր հայտնաբերել է մի օբյեկտ, որը կդառնա ամենաուսումնասիրված աստերոիդներից մեկը պատմության մեջ։ Նա տվեց դրան ժամանակավոր անվանումը 2004 MN4։ Ոչինչ հատուկ, ոչինչ սարսափելի։ Պարզապես հերթական աստերոիդ հազարավորների շարքում, որոնք հայտնաբերվում են ամեն տարի։ Բայց երբ աստղագետները սկսեցին հաշվարկել դրա ուղեծիրը, ինչ-որ բան սխալ էր։ Աստերոիդները դասակարգվում են Թորինոյի սանդղակով 0-ից 10։ 0 նշանակում է ոչ մի վտանգ։ 10 նշանակում է համաշխարհային կատակլիզմ, որը կարող է ոչնչացնել քաղաքակրթությունը։ 2004 թվականի դեկտեմբերին Ապոֆիսը ստացավ 4։ Սա առաջին անգամ էր, երբ աստերոիդը երբևէ բարձրացել էր 2 ցվեր։ Սա առաջին անգամ էր, երբ ՆԱՍԱ-ն պաշտոնապես հայտարարեց, որ մի աստերոիդ պահանջում է հատուկ ուշադրություն։ Լրատվամիջոցները սկսեցին գրել վերնագրեր, մարդիկ սկսեցին հարցնել, աստղագետները սկսեցին հաշվարկել, եւ ահա թե ինչ նրանք հայտնաբերեցին։ Եթե Ապոֆիսը բախվեր երկրին, այն կթողներ 500 մեգատոն էներգիա։ 500 մեգատոն։ Սա 25 անգամ ավելի հզոր է, քան ամենամեծ միջուկային ռումբը, որը երբևէ պայթեցվել է՝ ցար բոմբան։ Սա 10,000 անգամ ավելի հզոր է, քան Հիրոշիմայի ռումբը։ Եթե այն ընկներ օվկիանոսում, ստեղծված ցունամին կլիներ 100 մետր բարձրությամբ։ Եթե այն ընկներ քաղաքում, այն կոչնչացներ տարածք, որը հավասար է Լոնդոնին կամ Նյու Յորքին։ Բայց ամենավախենալին այն չէ, թե ինչ կպատահի բախման տեղում։ Ամենավախենալին այն է, թե ինչ կպատահի մթնապատահի մթնոլորտում։ Երբ Ապոֆիսը մտնի մթնոլորտ 31 կմ/վայրկյանի արագությամբ, օդը չի հասցնի շարժվել դրա ճանապարհից։ Օդը կսեղմվի, կտաքանա, կվառվի։ Աստերոիդի առջևում կստեղծվի պլազմայի պատ 10,000 աստիճան ջերմաստիճանով։
Սա ավելի տաք է, քան արեգակի մակերևույթը։ Այս պլազման կլուսավորի երկինքը ավելի պայծառ, քան 100 արեգակ միասին։ Մարդիկ, որոնք նայում են դեպի այն, կուրանան։ Ծառերը, որոնք գտնվում են 100 կիլոմետր հեռավորության վրա, կբռնկվեն։ Եվ այս ամենը կտևի միայն մի քանի վայրկյան, մինչև բախումը։ Բայց եկեք վերադառնանք 2029 թվականին։ Այն տարին, երբ Ապոֆիսը չի բախվի, այլ կանցնի կողքով։ Այն տարին, երբ ամբողջ մարդկությունը կունենա հնարավորություն տեսնել, թե ինչ է նշանակում աստերոիդ։ Ոչ հեռադիտակով, ոչ լուսանկարներով, այլ սեփական աչքերով։ Ապրիլի 13-ին երեկոյան ժամերին Ապոֆիսը կհայտնվի որպես լույսի կետ արևելյան հորիզոնում։ Նախ Հնդկաստանում, հետո Եվրոպայում, հետո Աֆրիկայում։ Այն կշարժվի աստղերի միջով այնպես, ինչպես ինքնաթիռը շարժվում է երկնքում, բայց ավելի արագ, ավելի պայծառ, ավելի սարսափելի։ Աստրագետները հաշվարկել են, որ Ապոֆիսը կլինի մոտավորապես 3-րդ մեծության աստղի պայծառությամբ։ Սա նշանակում է, որ այն կլինի տեսանելի անգամ քաղաքներում, որտեղ լույսի աղտոտվածությունը թաքցնում է մեծ մասը աստղերի։ Սա նշանակում է, որ 2 միլիարդ մարդ, ովքեր գտնվում են ճիշտ տեղում ճիշտ ժամանակին, կկարողանան տեսնել այն։ 2 միլիարդ մարդ կտեսնեն, թե ինչպես է 3710 մետր ժայռը անցնում նրանց գլխավերևից։ 2 միլիարդ մարդ կհասկանան, որ մենք ապրում ենք տիեզերական ռուսական ռուլետի խաղում։ Բայց ամենահետաքրքիրը սկսվելու է հենց այդ պահից։ Երբ Ապոֆիսը մտնի երկրի ձգողական դաշտ, մեր մոլորակը կսկսի ազդել դրա վրա։ Պատկերացրեք, որ դուք քայլում եք փողոցով եւ հանկարծ ուժեղ քամի սկսում է փչել։ Դուք փոխում եք ձեր ուղղությունը, թեկուզ չեք ուզում։ Հենց սա կպատահի Ապոֆիսի հետ։ Երկրի ձգողական ուժը կթեքի դրա ուղին, բայց որքան։ Սա կախված է մի բանից, որը մենք չգիտենք ճշգրիտ։ Սա կախված է Ապոֆիսի ճշգրիտ զանգվածից, ճշգրիտ ձևից, ճշգրիտ կազմությունից։ 2019 թվականին հունվարի 1-ին Մարկ Բոսլաֆը աստղագետ Արիզոնայի համալսարանից հրապարակեց հետազոտություն, որը ցույց էր տալիս, որ Ապոֆիսը ավելի մեծ է, քան նախկինում կարծում էին։ Ոչ թե 270 մետր, այլ 3710 մետր։ Սա նշանակում էր, որ դրա զանգվածը ավելի մեծ է։ Սա նշանակում էր, որ դրա էներգիան ավելի մեծ է։ Սա նշանակում էր, որ եթե այն երբևէ բախվի երկրին, ավերածությունը կլինի ավելի մեծ։ Բայց սա նաև նշանակում էր, որ երկրի ձգողական ուժը կազդի դրա վրա այլ կերպ։ Աստերոիդների ուղեցրերը հաշվարկելը նման է շախմատի խաղի։ Դուք պետք է մտածեք տասնյակ քայլեր առաջ։ Դուք պետք է հաշվի առնեք յուրաքանչյուր մոլորակի ձգողական ուժը, յուրաքանչյուր աստերոիդի արագությունը, յուրաքանչյուր փոքր գործոնը։ Եվ նույնիսկ փոքր սխալը հաշվարկներում կարող է նշանակել, որ 10 տարի հետո աստերոիդը կլինի միլիոն կիլոմետր այլ տեղում։ Կամ ճիշտ այնտեղ, որտեղ կլինի երկիրը։ 2021 թվականին NIS-ն հրապարակեց նոր հաշվարկներ։ Նրանք հաստատեցին, որ 2029 թվականին բախումը հնարավոր չէ։ Բայց նրանք նաև հայտնաբերեցին ինչ-որ բան անհանգստացնող։ Երկրի ձգողական դաշտում կա մի հատուկ տարածք, որը կոչվում է բանալու անցք։ Սա փոքր տարածք է տիեզերքում, որտեղ եթե աստերոիդը անցնի, երկրի ձգողական ուժը կփոխի դրա ուղեծիրը այնպես, որ այն կվերադառնա ճիշտ 7 տարի հետո։ Ճիշտ այնտեղ, որտեղ կլինի երկիրը։ Եվ Ապոֆիսի համար այս բանալու անցքը գտնվում է ճիշտ այնտեղ, որտեղ այն կանցնի 2029 թվականին։ Պատկերացրեք, որ դուք նետում եք սլակ դեպի թիրախ։ Եթե դուք խփեք թիրախի կենտրոնը, դուք հաղթում եք։ Բայց եթե դուք սխալվեք մի միլիմետրով, սլաքը կանցնի կողքով։ Հիմա պատկերացրեք, որ այդ թիրախը գտնվում է 10 կիլոմետր հեռավորության վրա, եւ դուք նետում եք սլաքը կույր։ Հենց սա է իրավիճակը Ապոֆիսի հետ։ Բանալու անցքը լայնությունը ընդամենը 600 մետր է։ 600 մետր 300 մետր տիեզերքում, որտեղ աստերոիդը շարժվում է 31 կիլոմետր/վայրկյանում։ Սա նման է փորձելու խփել մի հատիկ ավազ, որը թռչում է ձեր կողքով ձայնի արագությամբ։ Աստղագետները հաշվարկել են, որ Ապոֆիսի անցնելու հավանականությունը բանալու անցքով շատ փոքր է։ Շատ փոքր, բայց ոչ 0։ Երբեք ոչ 0։ Եվ սա այն է, ինչը ստիպում է նրան շարունակել հետևել, շարունակել հաշվարկել, շարունակել դիտել։ Որովհետև եթե Ապոֆիսը անցնի բանալու անցքով, եթե այն ընկնի այդ 600 մետր լայնության տարածքում, ապա 2036 թվականի ապրիլի 13-ին այն կվերադառնա։ Եվ այս անգամ այն չի անցնի կողքով։ Հիմա եկեք խոսենք մի բանի մասին, որը շատ քչերը հասկանում են։ Աստերոիդները ոչ թե պարզապես ժայռեր են, որոնք թռչում են տիեզերքում, նրանք են արեգակային համակարգի հնագույն օբյեկտները։ Նրանք ձևավորվել են 4 միլիարդ 600 միլիոն տարի առաջ, երբ մեր մոլորակները դեռ չէին գոյություն ունեցել։ Նրանք պահպանել են այն նյութը, որից ստեղծվել են մոլորակները։ Նրանք են ժամանակի կապսուլները, որոնք պահում են արեգակային համակարգի ծննդյան գաղտնիքները։
Ապոֆիսը պատկանում է աստերոիդների խմբին, որը կոչվում է ատեն։ Սրանք աստերոիդներ են, որոնց ուղեծիրները հատում են Երկրի ուղեծիրը։ Մենք գիտենք մոտավորապես 2000 այդպիսի աստերոիդների մասին, որոնք ավելի մեծ են, քան 150 մետր։ Բայց աստղագետները գնահատում են, որ կան մոտավորապես 25000 այդպիսի աստերոիդներ։ 25000 ժայռ, որոնք կարող են մի օր հատել մեր ուղին։ 25000 պոտենցիալ սպանիչ։ Եվ մենք գիտենք միայն 8%-ի մասին։ 2010 թվականին, դեկտեմբերի 1-ին, ճապոնական տիեզերական գործակալությունը թողարկեց Հայաբուսա 2 տիեզերանավը։ Դրա առաքելությունը այցելել աստերոիդ Ռյուգու, հավաքել նմուշներ և վերադառնալ Երկիր։ 2018 թվականի հունիսի 27-ին Հայաբուսա 2-ը հասավ Ռյուգուին։ Այն ուսումնասիրեց աստերոիդը, նկարեց հազարավոր լուսանկարներ, նույնիսկ ռոբոտներ իջեցրեց դրա մակերևույթին։ Եվ 2020 թվականի դեկտեմբերի 6-ին այն վերադարձավ Երկիր, բերելով 5 գրամ աստերոիդային նյութ։ 5 գրամ։ Սա քիչ է թվում, բայց այդ 5 գրամը պարունակում է տեղեկություններ, որոնք կարող են փրկել մարդկությունը։ Որովհետև երբ գիտնականները ուսումնասիրեցին այդ նմուշները, նրանք հայտնաբերեցին, որ Ռյուգուն բաղկացած է շատ փխրուն նյութից։ Այն ոչ թե մեկ ամուր ժայռ է, այլ հազարավոր փոքր ժայռերի կուտակում, որոնք պահվում են միասին միայն ձգողական ուժով։ Աստղագետները կոչում են սրանք աղբիկույտեր։ Եվ եթե Ապոֆիսը նույնպես աղբիկույտ է, սա փոխում է ամեն ինչ։ Որովհետև եթե Ապոֆիսը ամուր ժայռ է, մենք կարող ենք փորձել շեղել այն միջուկային պայթյունով կամ կինետիկ հարվածով։ Բայց եթե այն աղբիկույտ է, պայթյունը կարող է պարզապես բաժանել այն հազարավոր փոքր կտորների, որոնք բոլորը կշարունակեն շարժվել դեպի Երկիր։ Փոխարենը մեկ մեծ աստերոիդի, մենք կունենանք հազարավոր փոքր աստերոիդներ։ Փոխարենը մեկ բախման, մենք կունենանք հազարավոր բախումներ։ Սա կլինի ավելի վատ։ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին ՆԱՍԱ-ն իրականացրեց մի բան, որը երբեք չէր արվել մարդկության պատմության մեջ։ Նրանք միտումնավոր բախեցին տիեզերանավ աստերոիդին։ Առաքելությունը կոչվում էր DART, կրկնակի աստերոիդային վերաուղղորդման թեստ։ Թիրախը Դիմորֆոս, փոքր աստերոիդ, որը պտտվում է ավելի մեծ աստերոիդ Դիդիմոսի շուրջ։ Տիեզերանավը, որը կշռում էր 600 կիլոգրամ, բախվեց Դիմորֆոսին 6 կմ/վ արագությամբ։ Արդյունքը գերազանցեց բոլոր սպասելիքները։ Բախումը փոխեց Դիմորֆոսի ուղեծիրը 32 րոպեով։ 32 րոպե։ Սա թվում է քիչ, բայց տիեզերքում 32 րոպեն կարող է նշանակել տարբերություն բախման և անցնելու միջև։ Սա ապացուցեց, որ մենք կարող ենք շեղել աստերոիդ։ Մենք ունենք տեխնոլոգիան, մենք ունենք գիտելիքները, մենք ունենք հնարավորությունը։ Բայց մենք պետք է գործենք ժամանակին։ Եվ սա մեզ բերում է ամենակարևոր հարցին. ինչ մենք պետք է անենք Ապոֆիսի հետ։ 2029 թվականին, երբ այն անցնի Երկրի կողքով, մենք կունենանք եզակի հնարավորություն։ Մենք կարող ենք ուղարկել տիեզերանավ, որը կհետևի Ապոֆիսին, որը կուսումնասիրի այն, որը կհաշվարկի դրա ճշգրիտ զանգվածը, ձևը, կազմությունը, որը կորոշի, թե արդյոք այն կանցնի բանալու անցքով։ Եվ եթե անհրաժեշտ լինի, որը կկարողանա շեղել այն։ ՆԱՍԱ-ն արդեն պլանավորում է այդպիսի առաքելություն։ Նրանք կոչում են այն OSIRIS-APEX։ Սա տիեզերանավ է, որը սկզբում ուղարկվել էր աստերոիդ Բենուին, հավաքել է նմուշներ և վերադարձել Երկիր 2023 թվականին։ Բայց տիեզերանավը դեռ աշխատում է, և ՆԱՍԱ-ն որոշել է վերաուղղորդել այն դեպի Ապոֆիս։ 2029 թվականի ապրիլին, երբ Ապոֆիսը կանցնի Երկրի կողքով, OSIRIS-APEX-ը կլինի այնտեղ։ Կհետևի դրան։ Կուսումնասիրի, թե ինչպես է Երկրի ձգողական ուժը ազդում դրա վրա։ Կնկարի, թե ինչպես է դրա մակերևույթը փոխվում։ Բայց կա մեկ այլ հնարավորություն, որի մասին աստղագետները խոսում են լուռ։ Ինչ եթե մենք ոչ միայն ուսումնասիրենք Ապոֆիսը, այլ նաև փորձենք փոխել դրա ուղեծիրը։ Ոչ թե սպասենք, թե արդյոք այն կանցնի բնալու անցքով, այլ համոզվենք, որ այն այդա անցքով չանցնի։ Մենք կարող ենք ուղարկել տիեզերանավ, որը կբախվի Ապոֆիսին 2029 թվականից առաջ։ Փոքր հարված, որը կփոխի դրա ուղեծիրը միայն մի քանի մետրով։ Բայց այդ մի քանի մետրը կարող է նշանակել, որ 2029 թվականին Ապոֆիսը կանցնի բանալու անցքից 1000 կիլոմետր հեռու։ Եվ 2036 թվականին այն չի վերադառնա։ Սա կլինի առաջին անգամը, երբ մարդկությունը միտումնավոր կփոխի աստերոիդի ուղեծիրը, ոչ թե փորձի, այլ իրական պաշտպանության համար։ Սա կլինի պահը, երբ մենք կանցնենք լինելուց տեսակ, որը սպասում է իր ճակատագրին, դեպի լինելու տեսակ, որը վերահսկում է իր ճակատագիրը։ Սա կլինի պահը, երբ մենք կդառնանք մոլորակային պաշտպանության տեսակ։ Բայց կա մի խնդիր։
Աստերոիդների շեղումը պահանջում է միջազգային համագործակցություն։ Պահանջում է, որ բոլոր երկրները, բոլոր տիեզերական գործակալությունները, բոլոր գիտնականները աշխատեն միասին։ Եվ մեր աշխարհում, որտեղ երկրները հաճախ չեն կարող համաձայնվել նույնիսկ պարզ հարցերի շուրջ, սա կարող է լինել ամենադժվար մասը։ Ավելի դժվար, քան տեխնոլոգիան, ավելի դժվար, քան գիտությունը, ավելի դժվար, քան ֆիզիկան։ 2017 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծեց միջազգային աստերոիդային նախազգուշացման ցանց։ Սա խումբ է, որը միավորում է աստղագետներ ամբողջ աշխարհից։ Նրանց առաքելությունը հետևել աստերոիդներին, որոնք կարող են սպառնալ Երկրին։ Հաղորդել այդ տեղեկությունները ունները բոլոր երկրներին։ Համակարգել միջազգային պատասխանը։ Սա առաջին անգամն է մարդկության պատմության մեջ, երբ մենք ունենք գլոբալ համակարգ աստերոիդային սպառնալիքների դեմ պաշտպանվելու համար։ Բայց այս համակարգը դեռ նոր է, դեռ թույլ է, դեռ չի փորձարկվել իրական ճգնաժամում, եւ Ապոֆիսը կարող է լինել այդ փորձարկումը։ Ոչ թե 2029 թվականին, երբ մենք գիտենք, որ այն չի բախվի, այլ 2036 թվականին, կամ 2051 թվականին, կամ 2056 թվականին, երբ մենք կիմանանք, թե արդյոք այն անցավ բանալու անցքով, երբ մենք կիմանանք, թե արդյոք այն վերադառնում է։ Հիմա պատկերացրեք, որ դուք ապրում եք 2035 թվականին։ Աստղագետները հենց նոր հայտարարել են, որ Ապոֆիսը, աստերոիդը, որը անցավ Երկրի կողքով 6 տարի առաջ, վերադառնում է։ Եվ այս անգամ հաշվարկները ցույց են տալիս, որ բախումը հնարավոր է։ Ոչ թե 1/45 հավանականություն, այլ 1/10, կամ 1/5, կամ 1/2-ից։ Ինչ կլինի։ Ինչ կանի մարդկությունը։ Մենք ունենք տեխնոլոգիան շեղելու աստերոիդներ։ Դարդ առաքելությունը ապացուցեց դա, բայց մենք պետք է գործենք տարիներ առաջ։ Ոչ թե ամիսներ, ոչ թե շաբաթներ, այլ տարիներ։ Որովհետև աստերոիդը շեղելը նման է փորձելու փոխել հսկայական բեռնատարի ուղղությունը, որը շարժվում է ավտոմայրուղով։ Եթե դուք փորձեք դա անել վերջին վայրկյանին, դուք չեք հասցնի։ Բայց եթե դուք սկսեք կիլոմետրեր առաջ, փոքր հրում կարող է փոխել ամբողջ ուղին։ 2029 թվականի ապրիլի 13-ին, երբ Ապոֆիսը կանցնի Երկրի կողքով, տեղի կունենա ինչ-որ բան, որը աստղագետները կոչում են ձգողական պտույտ։ Պատկերացրեք, որ դուք պտտում եք գնդակ պարանի վրա ձեր գլխավերևում։ Գնդակը շարժվում է շրջանագծով, բայց եթե դուք հանկարծ ձգեք պարանը, գնդակի ուղին կփոխվի։ Հենց սա կպատահի Ապոֆիսի հետ։ Երկիրը կգործի որպես հսկայական ձեռք, որը ձգում է անտեսանելի պարան, եւ այդ ձգումը կփոխի Ապոֆիսի ուղեծիրը այնպես, որ աստղագետները կարող են հաշվարկել դրա ճշգրիտ դիրքը հաջորդ 100 տարիների համար։ Բայց ահա ինչն է հետաքրքիր։ Երկրի ձգողական ուժը ոչ միայն կփոխի Ապոֆիսի ուղին, այլ նաև կսկսի պտտեցնել այն։ Աստերոիդները պտտվում են տիեզերքում, ինչպես ֆուտբոլի գնդակները օդում։ Ապոֆիսը պտտվում է մեկ անգամ յուրաքանչյուր 30 ժամում։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 30 ժամը մեկ նույն կողմը դառնում է դեպի արեգակը։ Բայց երբ այն անցնի Երկրի կողքով, մեր մոլորակի ձգողական ուժը կարող է փոխել այդ պտույտը։ Կարող է արագացնել այն, կամ դանդաղեցնել, կամ նույնիսկ փոխել պտույտի առանցքը։ Եվ սա կազդի նրա վրա, թե ինչպես է արեգակի ճառագայթումը տաքացնում դրա մակերևույթը։ Սա կոչվում է Յարկովսկու էֆեկտ։ Երբ արեգակի լույսը տաքացնում է աստերոիդի մակերևույթը, այդ տաքությունը հետո ճառագայվում է տիեզերք որպես ինֆրակարմիր ճառագայթում։ Բայց քանի որ աստերոիդը պտտվում է, տաքացած կողմը շարժվում է, եւ երբ այն ճառագայթում է տաքությունը, այն ստանում է փոքր հրում, ինչպես հրթիռը, որը արտանետում է գազեր։ Այս հրումը շատ փոքր է, ավելի թույլ, քան մեկ մրջյունի թևի հարվածը։ Բայց տասնյակ տարիների ընթացքում այս փոքր հրումները կուտակվում են, եւ աստերոիդը շեղվում է իր ուղեծրից հազարավոր կիլոմետրով։ 2022 թվականին, երբ NASA-ի Օսիրիս-Ռեքս տիեզերանավը ուսումնասիրում էր աստերոիդ Բենուին, գիտնականները չափեցին Յարկովսկու էֆեկտը իրական ժամանակում։ Նրանք հայտնաբերեցին, որ Բենուն շեղվում է իր ուղեծրից 217 մետրով յուրաքանչյուր տարի։ 217 մետր։ Սա 2 ֆուտբոլի դաշտի երկարություն է, եւ 100 տարում սա դառնում է 20 կիլոմետր։ 20 կիլոմետր, որը կարող է նշանակել տարբերություն բախման եւ անցնելու միջև։ Հիմա պատկերացրեք, որ Ապոֆիսի հետ նույն բանը տեղի է գալիս։ Բայց մենք չգիտենք ճշգրիտ, թե ինչպես է Յարկովսկու էֆեկտը ազդում Ապոֆիսի վրա։ Մենք չգիտենք, թե որքան արագ է այն պտտվում հենց հիմա։ Մենք չգիտենք, թե որ կողմը տաքանում է ավելի շատ։ Մենք չգիտենք, թե ինչ նյութից է բաղկացած դրա մակերևույթը։ Եվ այս բոլոր անհայտները նշանակում են, որ մեր հաշվարկները ունեն անորոշություն։ Փոքր անորոշություն հիմա, բայց մեծ անորոշություն 10 տարի հետո։
2024 թվականին NASA-ն հրապարակեց նոր ուսումնասիրություն, որը ցույց էր տալիս, որ Ապոֆիսի մակերևույթը փոխվում է։ Արեգակի ճառագայթումը, տիեզերական փոշին, ջերմաստիճանի տատանումները բոլորը ազդում են աստերոիդի մակերևույթի վրա։ Յուրաքանչյուր միլիոն տարին մեկ Ապոֆիսի մակերևույթից հեռանում է մոտավորապես 1 մետր նյութ։ Սա շատ դանդաղ է։ Բայց 4 միլիարդ տարում սա նշանակում է, որ Ապոֆիսը կորցրել է 4 կիլոմետր իր մակերևույթից։ 4 կիլոմետր ժայռ, որը վերածվել է փոշու եւ ցրվել տիեզերքում։ Բայց կա ավելի հետաքրքիր բան։ Երբ աստերոիդը մոտենում է արեգակին, դրա մակերևույթը տաքանում է։ Երբ այն հեռանում է, այն սառչում է։ Այս ջերմաստիճանի տատանումները ստեղծում են փոքր ճաքեր ժայռում։ Ինչպես երբ դուք լցնում եք տաք ջուր սառը բաժակի մեջ եւ բաժակը ճաքում է։ Հազարավոր տարիների ընթացքում այս ճաքերը խորանում են։ Աստերոիդը դառնում է ավելի փխրուն, ավելի հեշտ է քանդվում։ Եվ եթե մի օր մենք որոշենք բախել տիեզերանավ Ապոֆիսին, այս ճաքերը կորոշեն, թե ինչպես կարձագանքի աստերոիդը։ 2021 թվականի նոյեմբերի 24-ին NASA-ն թողարկեց տիեզերանավ, որը կփոխի մեր պատկերացումները աստերոիդների մասին։ Այն կոչվում էր DART, կրկնակի աստերոիդային վերաուղղորդման թեստ։ Բայց սա ոչ միայն թեստ էր, սա մարդկության առաջին փորձն էր միտումնավոր փոխել տիեզերական օբյեկտի ուղին։ Առաջին փորձը ցույց տալու, որ մենք կարող ենք պաշտպանել մեր մոլորակը։ Տիեզերանավը ճանապարհորդեց 10 ամիս, 10 ամիս, որի ընթացքում այն անցավ 11 միլիոն կիլոմետր։ 11 միլիոն կիլոմետր դեպի փոքր աստերոիդ Դիմորֆոս, որը պտտվում էր ավելի մեծ աստերոիդ Դիդիմոսի շուրջ։ Դիմորֆոսը ընդամենը 165 մետր տրամագծով էր։ Սա ավելի փոքր է, քան Ապոֆիսը, բայց այն կատարյալ թիրախ էր։ Որովհետև եթե մենք կարողանայինք փոխել Դիմորֆոսի ուղեծիրը, մենք կկարողանայինք փոխել ցանկացած աստերոիդի ուղեծիրը։ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին, երեկոյան ժամը 7:14-ին, DART-ը բախվեց Դիմորֆոսին։ Բախումը տեղի ունեցավ 6 կիլոմետր վայրկյանի արագությամբ։ 6 կիլոմետր վայրկյանում։ Սա 14 անգամ ավելի արագ է, քան փամփուշտը։ Սա այնքան արագ է, որ եթե դուք թարթեիք, դուք կբաց թողնեիք ամբողջ բախումը։ Տիեզերանավը, որը կշռում էր 600 կիլոգրամ, հարվածեց աստերոիդին 5 միլիարդ կիլոգրամ զանգվածով։ Սա նման է փորձելու շարժել բեռնատարը, նետելով նրան մրջյուն։ Բայց ֆիզիկան աշխատում է տարօրինակ կերպով տիեզերքում։ Երբ DART-ը բախվեց Դիմորֆոսին, այն ոչ միայն փոխանցեց իր իմպուլսը, բախումը նաև արտանետեց հազարավոր տոննա նյութ աստերոիդի մակերևույթից։ Այս նյութը ցայտեց տիեզերք որպես հսկայական ամպ փոշու եւ ժայռերի։ Եվ այս ամպը գործեց որպես հրթիռի շարժիչ, հրելով հակառակ ուղղությամբ եւ տալով Դիմորֆոսին լրացուցիչ հրում։ Աստղագետները կոչում են սա Եեկտա էֆեկտ, եւ այն ավելացրեց բախման արդյունավետությունը 3 անգամ։ 3 անգամ։ Սա նշանակում էր, որ փոխարենը փոխելու Դիմորֆոսի ուղեծիրը 10 րոպեով, DART-ը փոխեց այն 32 րոպեով։ 32 րոպե։ Սա թվում է քիչ։ Բայց երբ դուք հաշվարկում եք, թե ինչ է նշանակում 32 րոպե տասնյակ տարիների ընթացքում, դուք ստանում եք հազարավոր կիլոմետր տարբերություն։ Հազարավոր կիլոմետր, որը կարող է փրկել մոլորակ։ Բայց DART առաքելությունը ոչ միայն ցույց տվեց, որ մենք կարող ենք շեղել աստերոիդներ, այն նաև ցույց տվեց, որ մենք պետք է ավելի շատ իմանանք աստերոիդների մասին։ Որովհետև եթե Դիմորֆոսը եղել լիներ ավելի ամուր-մուր, Եեկտա էֆեկտը կլիներ ավելի թույլ։ Եթե այն եղել լիներ ավելի փխրուն, բախումը կարող էր բաժանել այն կտորների։ Յուրաքանչյուր աստերոիդ տարբեր է։ Յուրաքանչյուրը պահանջում է տարբեր մոտեցում։ Եվ մենք պետք է իմանանք այդ տարբերությունները նախքան ճգնաժամը։ 2023 թվականի հոկտեմբերի 1-ին Եվրոպական տիեզերական գործակալությունը թողարկեց Հերա տիեզերանավը։ Դրա առաքելությունը ուղևորվել Դիդիմոս համակարգ եւ ուսումնասիրել, թե ինչ արեց DART-ը։ Հերան կհասնի Դիդիմոսին 2026 թվականի դեկտեմբերին։ Այն կնկարի Դիմորֆոսի մակերևույթը, կչափի բախման հանգույցը, կուսումնասիրի, թե ինչպես է փոխվել աստերոիդի ներքին կառուցվածքը։ Սա կլինի առաջին անգամը, երբ մենք կտեսնենք աստերոիդային պաշտպանության առաքելության լրիվ արդյունքները։ Բայց եկեք վերադառնանք Ապոֆիսին։ 2029 թվականի ապրիլի 13-ին, երբ այն կանցնի երկրի կողքով, տեղի կունենա ինչ-որ բան անսովոր։ Աստերոիդի մակերևույթը կսկսի փոխվել։ Երկրի ձգողական ուժը այնքան ուժեղ կլինի, որ կարող է առաջացնել աստերոիդային երկրաշարժեր։ Պատկերացրեք, որ ամբողջ լեռը սկսում է թրթռալ եւ շարժվել։ Ժայռերը, որոնք պահվել են անշարժ միլիոնավոր տարիներ, հանկարծ սկսում են սահել։ Փոշին, որը ծածկել է մակերևույթը, սկսում է թրջել։ Եվ ամբողջ աստերոիդը կարող է փոխել իր տեսքը։ Աստղագետները կանխատեսում են, որ երկրի ձգողական ուժը կարող է ստեղծել մինչև 1 մետր բարձրությամբ ալիքներ Ապոֆիսի մակերևույթին։
1 մետր բարձրությամբ ալիքներ ամուր ժայռի վրա։ Սա նման է փորձելու պատկերացնել, որ ասֆալտ է ճանապարհը սկսում է ալիքավորվել ինչպես ջուրը։ Բայց սա հնարավոր է, որովհետև երկրի ձգողական ուժը այնքան ուժեղ է 31,000 կիլոմետր հեռավորության վրա։ Այնքան ուժեղ, որ կարող է ծռել տիեզերքը, կարող է ծռել ժամանակը, կարող է ծռել նույնիսկ ամուր ժայռը։ 2019 թվականին, երբ գիտնականները վերահաշվարկեցին Ապոֆիսի չափերը, նրանք հայտնաբերեցին ևս մի բան անհանգստացնող։ Ապոֆիսը ունի անկանոն ձև։ Այն ոչ թե գնդաձև է, ինչպես շատ աստերոիդներ, այլ երկարավուն, ինչպես գետնախնձորը։ Սա նշանակում է, որ երբ այն պտտվում է, դրա ձգողական կենտրոնը շարժվում է, եւ երբ այն անցնի երկրի կողքով, երկրի ձգողական ուժը կազդի դրա տարբեր մասերի վրա տարբեր կերպով։ Սա կարող է փոխել դրա պտույտը, կարող է փոխել դրա կողմնորոշումը, կարող է նույնիսկ սկսել պտտեցնել այն ավելի արագ կամ ավելի դանդաղ։ Պատկերացրեք, որ դուք նետում եք ամերիկյան ֆուտբոլի գնդակ։ Գնդակը պտտվում է իր երկարական առանցքի շուրջ, բայց եթե դուք նետեք այն սխալ անկյունով, այն կսկսի պտտվել անկանոն կերպով, ոբլինգ։ Հենց սա կարող է պատահել Ապոֆիսի հետ։ Երկրի ձգողական ուժը կարող է սկսել ոբլինգ դրա պտույտում։ Եվ այս ոբլինգը կազդի նրա վրա, թե ինչպես է արեգակի ճառագայթումը տաքացնում դրա մակերևույթը, ինչը կազդի Յարկովսկու էֆեկտի վրա, ինչը կազդի դրա ապագա ուղեցրի վրա։ 2025 թվականին NASA-ն հրապարակեց մանրամասն պլան Օսիրիս-Ափեքս առաքելության համար։ Տիեզերանավը, որը հաջողությամբ հավաքեց նմուշներ աստերոիդ Բենուից, կվերաուղղորդվի դեպի Ապոֆիս։ Բայց Օսիրիս-Ափեքսը ոչ միայն կդիտարկի Ապոֆիսը հեռվից։ Այն կմոտենա այնքան մոտ, որ դրա շարժիչների արտանետումները կհարվածեն աստերոիդի մակերևույթին։ Սա կստեղծի փոքր փոշու ամպ, որը կթույլ տա գիտնականներին տեսնել, թե ինչ է թաքնված մակերևույթի տակ։ Սա կլինի առաջին անգամը, երբ մենք միտումնավոր կխանգարենք աստերոիդի մակերևույթին ոչ թե բախելով, այլ պարզապես օգտագործելով շարժիչների արտանետումները։ Սա նման է փորձելու մաքրել փոշոտ գիրք, փչելով դրա վրա։ Բայց տիեզերքում, որտեղ չկա օդ, որտեղ չկա քամի, այս փոքր հարվածը կարող է բացահայտել գաղտնիքներ, որոնք թաքնված են եղել միլիարդավոր տարիներ։ Կարող է ցույց տալ, թե արդյոք Ապոֆիսը ամուր ժայռ է, թե աղբի կույտ։ Կարող է ցույց տալ, թե ինչ կպատահի, եթե մենք երբևէ պետք է բախենք տիեզերանավ դրան։ Բայց կա մեկ այլ առաքելություն, որի մասին աստղագետները երազում են։ Առաքելություն, որը կարող է փոխել ամեն ինչ։ Սա կոչվում է Ապոֆիս Pathfinder։ Գաղափարը պարզ է. ուղարկել փոքր տիեզերանավ, որը կնստի Ապոֆիսի մակերևույթին։ Ոչ թե կբախվի, ոչ թե կանցնի կողքով, այլ կնստի։ Կմնա այնտեղ, կդառնա Ապոֆիսի մասը։ Եվ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ, յուրաքանչյուր րոպե կուղարկի տվյալներ երկիր։ Այս տիեզերանավը կլինի մեր աչքերը Ապոֆիսի վրա։ Այն կչափի աստերոիդի ճշգրիտ զանգվածը, զգալով, թե ինչպես է երկրի ձգողական ուժը ազդում դրա վրա։ Կչափի դրա պտույտը, տեսնելով, թե ինչպես է այն փոխվում ժամանակի ընթացքում։ Կչափի դրա ջերմաստիճանը, հասկանալով, թե ինչպես է Յարկովսկու էֆեկտը ազդում դրա ուղեցրի վրա։ Եվ ամենակարևորը, այն կտա մեզ ճշգրիտ տվյալներ, որոնք մենք պետք է իմանանք, եթե երբևէ պետք է շեղենք Ապոֆիսը։ 2026 թվականին Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը հայտարարեց, որ նրանք պլանավորում են ուղարկել սեփական առաքելությունը Ապոֆիսին։ Նրանք կոչեցին այն Zheng-He, հայտնի չինացի ուղեգնացի անունով, որը ուսումնասիրեց աշխարհը 15-րդ դարում։ Zheng-He առաքելությունը կկրի երկու տիեզերանավ։ Մեկը կուսումնասիրի Ապոֆիսը հեռվից, մյուսը կիջեցնի փոքր ռովեր դրա մակերևույթին։ Սա կլինի առաջին անգամը, երբ ռովեր կքայլի աստերոիդի վրա։ Պատկերացրեք, որ դուք փորձում եք քայլել մակերևույթի վրա, որտեղ ձգողական ուժը 10,000 անգամ ավելի թույլ է, քան երկրի վրա։ Որտեղ եթե դուք թռչեք, դուք կարող եք չվերադառնալ երբևէ։ Որտեղ փոշին չի ընկնում, այլ լողում է։ Որտեղ յուրաքանչյուր քայլ կարող է նետել ձեզ տիեզերք։ Սա է միջավայրը, որտեղ Zheng-He ռովերը պետք է աշխատի։ Սա է մարտահրավերը, որը չինացի ինժեներները պետք է լուծեն։ Բայց ինչու այսքան շատ երկրներ հետաքրքրված են Ապոֆիսով։ Ինչու։ ՆԱՍԱ-ն, Եվրոպական տիեզերական գործակալությունը, Չինաստանը, նույնիսկ Ճապոնիան պլանավորում են առաքելություններ այս մեկ աստերոիդին։ Պատասխանը պարզ է. Ապոֆիսը եզակի հնարավորություն է։ Սա աստերոիդ է, որը մենք գիտենք, որ կանցնի երկրի շատ մոտ։ Մենք գիտենք ճշգրիտ թե երբ, մենք գիտենք ճշգրիտ թե որտեղ։ Մենք ունենք տարիներ պատրաստվելու, եւ մենք ունենք տեխնոլոգիան հասնելու այնտեղ։ Սա նման է լինելու մարզիչ, որը գիտի, որ մրցումը կլինի 5 տարի հետո։ Դուք ունեք ժամանակ պատրաստվելու։
ունեք ժամանակ մարզվելու։ Ունեք ժամանակ սովորելու ձեր հակառակորդի մասին։ Եվ երբ գա մրցումը, դուք կլինեք պատրաստ։ Հենց սա է Ապոֆիսը մարդկության համար։ Սա մեր մարզումն է, մեր պատրաստականությունը, մեր հնարավորությունը սովորելու, թե ինչպես պաշտպանել մեր մոլորակը։ 2027 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը կազմակերպեց առաջին գլոբալ աստերոիդային պաշտպանության գագաթնաժողովը։ 200 երկրներից ներկայացուցիչներ հավաքվեցին Վիեննայում քննարկելու, թե ինչպես մարդկությունը պետք է պատասխանի աստերոիդային սպառնալիքներին։ Նրանք ստեղծեցին միջազգային աստերոիդային պաշտպանության համակարգ, ցանց հեռադիտակների, ռադարների և տիեզերանավերի, որոնք կհետևեն վտանգավոր աստերոիդներին։ Բայց ամենակարևոր որոշումը եղավ ստեղծել արագ արձագանքման ուժը։ Սա թիմ է տիեզերական ինժեներների, աստղագետների և գիտնականների, որոնք պատրաստ են գործել 24 ժամվա ընթացքում։ Եթե երբևէ հայտնաբերվի աստերոիդ, որը սպառնում է Երկրին, այս թիմը կսկսի անմիջապես մշակել պլան։ Կհաշվարկի ամենալավ ուղեծիրը, կընտրի ամենահարմար տեխնոլոգիան, կկազմակերպի միջազգային համագործակցությունը և կթողարկի առաքելությունը նախքան շատ ուշ լինելը։ Սա նման է ունենալու հրշեջ բրիգադ, որը միշտ պատրաստ է։ Նրանք չեն սպասում մինչև տունը բռնկվի, նրանք պատրաստ են նախքան հրդեհը։ Նրանք գիտեն, թե որտեղ են նրանց գործիքները, գիտեն, թե ինչպես աշխատել միասին, գիտեն, թե ինչպես արձագանքել արագ, և երբ զանգը գա, նրանք պատրաստ են շարժվել։ Բայց եկեք խոսենք ավելի մեծ նկարի մասին։ Ապոֆիսը միայն մեկ աստերոիդ է, մեկ աստերոիդ միլիոնավորների շարքում։ Աստղագետները գնահատում են, որ արեգակային համակարգում կան մոտավորապես 1 միլիոն աստերոիդներ, որոնք ավելի մեծ են, քան 1 կիլոմետր։ 1 միլիոն։ Եվ մենք գիտենք միայն մոտավորապես 30,000-ի մասին։ Սա նշանակում է, որ կան 970,000 աստերոիդներ, որոնց մասին մենք ոչինչ չգիտենք։ 970,000 պոտենցիալ սպառնալիք։ 2028 թվականին NASA-ն սկսեց նոր ծրագիր, որը կոչվում է ENIO Surveyor։ Սա տիեզերական հեռադիտակ է, որը կթողարկվի 2030 թվականին։ Դրա առաքելությունը գտնել բոլոր աստերոիդները, որոնք ավելի մեծ են, քան 140 մետր և որոնք կարող են մոտենալ Երկրին։ Բոլորը։ Ոչ թե 9-10%, ոչ թե 50%, այլ 100%։ Յուրաքանչյուր աստերոիդ, որը կարող է սպառնալ մեր մոլորակին։ ENIO Surveyor-ը կաշխատի ինֆրակարմիր լույսով։ Սա նշանակում է, որ այն կտեսնի աստերոիդների տաքությունը, ոչ թե նրանց արտացոլված լույսը։ Սա կարևոր է, որովհետև մուգ աստերոիդները, որոնք դժվար է տեսնել սովորական հեռադիտակներով, կլինեն պայծառ ինֆրակարմիր լույսում։ Սա նման է ունենալու ջերմային տեսողության ակնոց, որը տեսնում է ամեն ինչ, որը արտանետում է տաքություն։ Եվ տիեզերքում յուրաքանչյուր աստերոիդ արտանետում է տաքություն։ Պատկերացրեք, որ դուք փորձում եք գտնել բոլոր մուգ մեքենաները գիշերային ավտոմայրուղում։ Եթե դուք օգտագործեք միայն ձեր աչքերը, դուք կտեսնեք միայն այն մեքենաները, որոնց լույսերը միացված են։ Բայց եթե դուք օգտագործեք ջերմային տեսողություն, դուք կտեսնեք բոլոր մեքենաները, նույնիսկ այն մեքենաները, որոնց լույսերը անջատված են։ Որովհետև բոլոր մեքենաները արտանետում են տաքություն իրենց շարժիչներից։ Հենց սա կանի NEO Surveyor-ը աստերոիդների համար։ 2029 թվականին, երբ Ապոֆիսը կանցնի Երկրի կողքով, NEO Surveyor-ը դեռ չի լինի թողարկված։ Բայց մինչ այդ, աստղագետները կօգտագործեն յուրաքանչյուր հասանելի հեռադիտակ ուսումնասիրելու Ապոֆիսը։ Հավայի Մաուნა Կեա լեռան վրայի հսկայական հեռադիտակները, Չիլիի Ատակամա անապատի նապատի ռադիոհեռադիտակները, նույնիսկ Hubble տիեզերական հեռադիտակը կդարձվի դեպի Ապոֆիս։ Սա կլինի ամենաուսումնասիրված աստերոիդը պատմության մեջ։ Բայց ամենահետաքրքիրը կլինի այն, ինչ կտեսնեն սովորական մարդիկ։ 2029 թվականի ապրիլի 13-ին երեկոյան ժամերին, երբ Ապոֆիսը կանցնի Երկրի կողքով, 2 միլիարդ մարդ կունենան հնարավորություն տեսնել այն սեփական աչքերով։ Ոչ հեռադիտակով, ոչ լուսանկարներով, այլ պարզապես նայելով երկինք։ Նրանք կտեսնեն լույսի կետ, որը շարժվում է աստղերի միջով։ Շարժվում է այնքան արագ, որ յուրաքանչյուր րոպե այն կլինի տարբեր տեղում։ Պատկերացրեք, որ դուք կանգնած եք ձեր բակում, նայում եք երկինք և տեսնում եք ինչ-որ բան, որը ոչ ոք երբևէ չի տեսել։ Տեսնում եք 3710 մետր ժայռ, որը թռչում է ձեր գլխավերևից 31,000 կիլոմետր բարձրությամբ։ Տեսնում եք օբյեկտ, որը կարող էր ոչնչացնել ամբողջ քաղաքը, բայց փոխարենը անցնում է կողքով։ Տեսնում եք մարդկության խոցելիությունը և ուժը միաժամանակ։ Խոցելիությունը, որովհետև մենք ապրում ենք մոլորակի վրա, որը շրջապատված է տիեզերական ժայռերով։
Ուժը, որովհետև մենք ունենք տեխնոլոգիան եւ գիտելիքները պաշտպանվելու։ 2029 թվականի ապրիլի 13-ը կդառնա պատմական օր։ Օր, երբ մարդկությունը կհասկանա, որ մենք ապրում ենք դինամիկ տիեզերքում։ Տիեզերքում, որտեղ մոլորակները շարժվում են, աստերոիդները թռչում են եւ ամեն ինչ փոխվում է։ Բայց սա նաև կլինի օր, երբ մենք կհասկանանք, որ մենք ոչ թե անօգնական ենք, մենք կարող ենք գործել, կարող ենք պաշտպանվել, կարող ենք փոխել մեր ճակատագիրը։ Եվ երբ Ապոֆիսը կանցնի, երբ այն կվերադառնա տիեզերքի խորքերը, մենք կիմանանք ավելի շատ դրա մասին, քան ցանկացած այլ աստերոիդի մասին։ Կիմանանք դրա զանգվածը, դրա ձևը, դրա կազմությունը, դրա պտույտը։ Կիմանանք, թե արդյոք այն անցավ բանալու անցքով։ Կիմանանք, թե արդյոք այն վերադառնում է։ Եվ եթե այն վերադառնում է, մենք կունենանք տարիներ պատրաստվելու, տարիներ պլանավորելու, տարիներ գործելու։ Բայց մինչ այդ, մինչ 2029 թվականը, աստղագետները շարունակում են հետևել Ապոֆիսին։ Յուրաքանչյուր գիշեր, յուրաքանչյուր հեռադիտակ, յուրաքանչյուր հաշվարկ։ Նրանք չափում են դրա դիրքը ճշգրտությամբ մինչև մի քանի մետր։ Նրանք հաշվարկում են դրա ուղեծիրը տասնյակ տարիներ առաջ։ Նրանք մոդելավորում են, թե ինչ կպատահի, երբ այն անցնի երկրի կողքով։ Եվ նրանք պատրաստվում են ամենամեծ աստերոիդային շոուին, որը մարդկությունը երբևէ տեսել է։ Որովհետև Ապոֆիսը ոչ միայն աստերոիդ է, այն հնարավորություն է։ Հնարավորություն սովորելու, հնարավորություն պատրաստվելու, հնարավորություն ցույց տալու, որ մարդկությունը կարող է միավորվել ընդհանուր սպառնալիքի դեմ։ Հնարավորություն ապացուցելու, որ մենք ոչ թե անօգնական ենք տիեզերքի ուժերի առջև, այլ ակտիվ մասնակիցներ ենք մեր սեփական ճակատագրի մեջ։ Եվ երբ գա 2029 թվականի ապրիլի 13-ը, երբ Ապոֆիսը հայտնվի երկնքում, յուրաքանչյուր մարդ, որը նայում է վեր, կտեսնի ոչ միայն աստերոիդ, կտեսնի մարդկության անցյալը, միլիարդավոր տարիներ, երբ մենք անօգնական էինք։ Կտեսնի մարդկության ներկան, երբ մենք ունենք գիտելիքներ եւ տեխնոլոգիա։ Եվ կտեսնի մարդկության ապագան, երբ մենք կդառնանք տեսակ, որը պաշտպանում է ոչ միայն իրեն, այլ նաեւ իր մոլորակը։ Տեսակ, որը վերահսկում է իր ճակատագիրը աստղերի միջև։ 2029 թվականի ապրիլի 13-ին ժամը 19:36 րոպե եւ 25 վայրկյան ըստ համաշխարհային ժամանակի տեղի կունենա ինչ-որ բան, որը երբեք չի կրկնվի մարդկության կյանքում։ Ապոֆիսը կհասնի իր ամենամոտ կետին երկրից։ 31600 մետր։ Ոչ կիլոմետր, այլ մետր։ Աստղագետները հաշվարկել են այս թիվը ճշգրտությամբ մինչև մի քանի տասնյակ մետր։ Եվ այդ պահին, այդ ճշգրիտ վայրկյանին, Ապոֆիսի վրա գործող երկրի ձգողական ուժը կլինի ավելի ուժեղ, քան Արեգակի ձգողական ուժը։ Մի վայրկյան։ Մեկ պատմական վայրկյան, երբ մեր մոլորակը կդառնա ավելի կարևոր, քան Արեգակը։ Պատկերացրեք, որ դուք երեխա եք խաղահրապարակում, եւ ձեր ծնողը պտտեցնում է ձեզ շրջանակով, դակով։ Դուք զգում եք ուժը, որը ձգում է ձեզ դեպի կենտրոն։ Բայց հանկարծ մեկ ուրիշը բռնում է ձեր ձեռքը եւ սկսում է ձգել այլ ուղղությամբ։ Մի վայրկյան դուք զգում եք երկու ուժ միաժամանակ։ Հենց սա կզգա Ապոֆիսը։ 4 միլիարդ 600 միլիոն տարի այն պտտվել է Արեգակի շուրջ։ 4 միլիարդ 600 միլիոն տարի։ Քարեգակի ձգողական ուժը եղել է ամենակարևորը, բայց մեկ վայրկյան, մեկ պատմական վայրկյան, երկիրը կդառնա ավելի կարևոր։ Եվ այդ վայրկյանից հետո ամեն ինչ կփոխվի։ Ապոֆիսի ուղեծիրը, որը եղել է նույնը միլիոնավոր տարիներ, կթեքվի։ Ոչ շատ, միայն մի քանի աստիճան։ Բայց տիեզերքում մի քանի աստիճանը կարող է նշանակել տարբերություն կյանքի եւ մահվան միջև։ Աստղագետները հաշվարկել են, որ Ապոֆիսի նոր ուղեծիրը կլինի ավելի երկարավուն։ Փոխարենը պտտվելու Արեգակի շուրջ յուրաքանչյուր 364 օրը մեկ, այն կպտտվի յուրաքանչյուր 365 օրը մեկ։ Մեկ օր տարբերություն։ Բայց այդ մեկ օրը կուտակվելու է։ Յուրաքանչյուր տարի, յուրաքանչյուր պտույտ այդ տարբերությունը կմեծանա։ 2030 թվականին 11 տարի հետո Ապոֆիսը կլինի արդեն 1000 կիլոմետր այլ տեղում, քան եթե այն չանցներ երկրի կողքով։ 1000 կիլոմետր։ Սա հեռավորությունն է Երևանից Թբիլիսի եւ հետ։ 2029 թվականին մեկ վայրկյանի ձգողական պտույտը կստեղծի 1000 կիլոմետր տարբերություն 11 տարում։ 2025 թվականին 2000 կիլոմետր։ 2036 թվականին 7 տարի հետո երկրորդ մոտեցումից 10,000 կիլոմետր։ Եվ այս 10,000 կիլոմետրը կորոշի, թե արդյոք Ապոֆիսը կբախվի երկրին։ Բայց եկեք խոսենք ավելի խորը մասին։ Ինչ-որ բանի մասին, որը շատ քչերը հասկանում են։ Երբ Ապոֆիսը կանցնի երկրի կողքով, մեր մոլորակի ձգողական դաշտը ոչ միայն կփոխի դրա ուղեծիրը, այն կփոխի նաև տիեզերքի ձևը Ապոֆիսի շուրջ։ Այո,
Դուք ճիշտ լսեցիք, տիեզերքի ձևը։ Որովհետև ըստ Էյնշտեյնի ընդհանուր հարաբերականության տեսության, զանգվածը ծռում է տիեզերք ժամանակը։ Երկիրը ստեղծում է փոս տիեզերք ժամանակում, եւ երբ Ապոֆիսը կանցնի այդ փոսի եզրով, այն կզգա ոչ միայն ձգողական ուժ, այլ նաեւ տիեզերք ժամանակի կորուկ ժամանակի կորությունը։ Պատկերացրեք ռետինե թերթ, որի վրա դրված է բոլինգի գնդակ։ Գնդակը ստեղծում է փոս թերթում։ Հիմա պատկերացրեք, որ դուք գլորեցնում եք փոքր մարմար այդ թերթի վրա։ Երբ մարմարը մոտենում է փոսին, այն սկսում է շրջվել գնդակի շուրջ։ Հենց սա է տիեզերք ժամանակի կորությունը։ Հենց սա է ձգողական ուժը իրականում։ Ոչ թե անտեսանելի պարան, որը ձգում է, այլ տիեզերքի ձևի փոփոխություն։ 2015 թվականին գիտնականները առաջին անգամ ուղղակիորեն հայտնաբերեցին ձգողական ալիքներ։ Տիեզերք ժամանակի ալիքներ, որոնք ստեղծվում են, երբ երկու սև խորոչներ բախվում են։ Նրանք օգտագործեցին LIGO դետեկտորը, 4 կիլոմետր երկարությամբ սարք, որը կարող է չափել տիեզերքի փոփոխություններ, որոնք ավելի փոքր են, քան ատոմի միջուկի 1000-րդ մասը։ Եվ նրանք չափեցին։ Չափեցին, թե ինչպես է տիեզերքը թրթռում, երբ հսկայական զանգվածները շարժվում են։ Հիմա պատկերացրեք, որ մենք կարող ենք չափել տիեզերքի փոփոխությունները, երբ Ապոֆիսը անցնում է երկրի կողքով։ Մենք չունենք այնքան զգայուն սարքեր Ապոֆիսի վրա, դեռ։ Բայց 2030 թվականին, երբ տեխնոլոգիան կզարգանա, մենք կարողանանք տեղադրել ատոմային ժամացույցներ Ապոֆիսի վրա։ Ատոմային ժամացույցներ, որոնք այնքան ճշգրիտ են, որ կարող են չափել ժամանակի փոփոխությունները, երբ տիեզերքը ծռվում է։ Որովհետև ըստ Էյնշտեյնի, ժամանակը ոչ թե աբսոլյուտ է, ժամանակը հոսում է տարբեր արագությամբ, կախված նրանից, թե որքան ուժեղ է ձգողական դաշտը։ Երկրի մակերևույթին ժամանակը հոսում է ավելի դանդաղ, քան տիեզերքում։ Տարբերությունը շատ փոքր է, միայն մի քանի միլիարդերորդ վայրկյանորական։ Բայց GPS արբանյակները պետք է հաշվի առնեն այս տարբերությունը, այլապես նրանք կտան սխալ կոորդինատներ։ Երբ Ապոֆիսը կանցնի երկրի կողքով, ժամանակը դրա վրա կփոխվի։ Ատոմային ժամացույցը, որը տեղադրված է Ապոֆիսի վրա, կսկսի հոսել ավելի դանդաղ, երբ այն մտնի երկրի ձգողական դաշտ։ Հետո ավելի արագ, երբ այն դուրս գա։ Տարբերությունը կլինի միայն մի քանի միկրովայրկյան։ Բայց այդ միկրովայրկյանները կապացուցեն, որ Էյնշտեյնը ճիշտ էր։ Կապացուցեն, որ ձգողական ուժը իրականում տիեզերք ժամանակի կորություն է։ 2028 թվականին Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտարարեց նոր առաքելության մասին։ Նրանք կոչեցին այն Քրոնոս, հունական ժամանակի Աստծո անունով։ Քրոնոսը կլինի փոքր տիեզերանավ, որը կկրի ամենաճշգրիտ ատոմային ժամացույցը, որը երբևէ ստեղծվել է։ Այն կթողարկվի 2031 թվականին և կհասնի Ապոֆիսին 2032 թվականին։ 3 տարի հետո երկրորդ մոտեցումից։ Քրոնոսի առաքելությունը կլինի չափել ժամանակը Ապոֆիսի վրա։ Չափել, թե ինչպես է ժամանակը փոխվում, երբ աստերոիդը շարժվում է արեգակային համակարգում։ Չափել, թե ինչպես է ժամանակը փոխվում, երբ այն անցնում է մոլորակների կողքով։ Չափել, թե ինչպես է ժամանակը փոխվում, երբ այն մոտենում է արեգակին։ Սա կլինի առաջին անգամը, երբ մենք կչափենք հարաբերականության էֆեկտները աստերոիդի վրա։ Առաջին անգամը, երբ մենք կտեսնենք, թե ինչպես է ժամանակը հոսում տիեզերական ժայռի վրա։ Բայց ինչու սա կարևոր է։ Ինչու մենք պետք է հոգանք ժամանակի փոփոխությունների մասին, որոնք միայն մի քանի միկրովայրկյան են։ Պատասխանը պարզ է, որովհետև երբ մենք հաշվարկում ենք աստերոիդների ուղեցրերը տասնյակ տարիներ առաջ, այդ միկրովայրկյանները կուտակվում են։ Դառնում են միլիվայրկյաններ, հետո վայրկյաններ, հետո րոպեներ։ Եվ երբ դուք հաշվարկում եք, թե որտեղ կլինի աստերոիդը 50 տարի հետո, մի քանի րոպե տարբերությունը կարող է նշանակել հազարավոր կիլոմետր տարբերություն։ 2029 թվականին, երբ Ապոֆիսը կանցնի երկրի կողքով, աստղագետները կօգտագործեն ամենահզոր ռադարները, որոնք երբևէ կառուցվել են։ Արեսիբո ռադարը Պուերտո Ռիկոյում փլուզվեց 2020 թվականին, բայց Goldstone ռադարը Կալիֆոռնիայում դեռ աշխատում է, և Չինաստանը կառուցեց նոր հսկայական ռադար FAST 500 մետր տրամագծով։ Սա ամենամեծ ռադարային հեռադիտակն է աշխարհում։ Այս ռադարները կուղարկեն ռադիոալիքներ դեպի Ապոֆիս։ Ալիքները կարտացոլվեն աստերոիդի մակերևույթից և կվերադառնան երկիր։ Եվ երբ աստղագետները վերլուծեն այդ արտացոլված ալիքները, դրանք կկարողանան ստեղծել եռաչափ քարտեզ Ապոֆիսի մակերևույթի։ Քարտեզ, որը ցույց կտա յուրաքանչյուր ժայռ, յուրաքանչյուր հանգույց, յուրաքանչյուր փոս։ Քարտեզ, որը ճշգրիտ կլինի մինչև մի քանի սանտիմետր։ Պատկերացրեք, որ դուք կարող եք ստեղծել քարտեզ օբյեկտի, որը գտնվում է 31 000 կիլոմետր հեռավորության վրա, և այդ քարտեզը ճշգրիտ է մինչև սանտիմետր։
Սա նման է կանգնելու Երևանում եւ կարողանալու հաշվել քարերը Թբիլիսիի փողոցում։ Սա այն տեխնոլոգիան է, որը մենք ունենք հիմա։ Եվ 2029 թվականին մենք կօգտագործենք այն ամբողջ ուժով։ Բայց ռադարները ոչ միայն կստեղծեն քարտեզ, նրանք նաև կչափեն ապոֆիսի պտույտը, կտեսնեն, թե ինչպես է այն պտտվում, կհաշվարկեն, թե որ կողմը դառնում է դեպի արեգակը, կորոշեն, թե արդյոք երկրի ձգողական ուժը փոխեց դրա պտույտը, եւ ամենակարևորը, նրանք կհաշվարկեն Յարկովսկու էֆեկտը։ Կհաշվարկեն, թե որքանով է արեգակի ճառագայթումը շեղում ապոֆիսը յուրաքանչյուր տարի։ Եվ այս տվյալները կօգտագործվեն հաշվարկելու ապոֆիսի ճշգրիտ ուղեծիրը հաջորդ 100 տարիների համար։ 2029 թվականի ապրիլի 13-ին, երբ ապոֆիսը կանցնի երկրի կողքով, տեղի կունենա նաև ինչ-որ բան, որը շատ քչերը սպասում են։ Աստերոիդի մակերևույթը կսկսի փոշոտվել։ Երկրի ձգողական ուժը, որը ստեղծում է աստերոիդային երկրաշարժեր, կսկսի թափել փոշին եւ փոքր ժայռերը ապոֆիսի մակերևույթից։ Այս փոշին կսկսի թռչել տիեզերք։ Եվ մի քանի ժամ հետո, երբ ապոֆիսը արդեն հեռանա երկրից, այս փոշին կստեղծի փոքր պոչ, ինչպես գիսավոր աստղը։ Աստղագետները կոչում են սա ձգողական արտանետում։ Երբ աստերոիդը անցնում է մոլորակի շատ մոտ, ձգողական ուժը կարող է արտանետել նյութ դրա մակերևույթից։ Սա նման է թափելու փոշին գորքից, թակելով այն, բայց տիեզերքում թակողը ձգողական ուժն է, եւ փոշին իրական ժայռերն են, մի քանի սանտիմետրից մինչև մի քանի մետր չափով։ 2029 թվականի ապրիլի 14-ին, մի օր հետո ապոֆիսի անցումից, աստղագետները կնկատեն փոքր փոշու ամպ, որը հետևում է աստերոիդին։ Այս ամպը կլինի շատ նուրբ, միլիոն անգամ ավելի նուրբ, քան երկրի մթնոլորտը, բայց այն կլինի այնտեղ։ Եվ այն կապացուցի, որ երկրի ձգողական ուժը իրականում փոխեց ապոֆիսի մակերևույթը, իրականում թափեց նյութ դրանից, իրականում ստեղծեց տեսանելի փոփոխություն։ Բայց կա ավելի հետաքրքիր հարց. ինչ կլինի այդ փոշու հետ, որտեղ այն կգնա։ Պատասխանը կախված է նրանից, թե որքան արագ է այն արտանետվել։ Եթե փոշին արտանետվել է դանդաղ, այն կմնա ապոֆիսի մոտ եւ կստեղծի փոքր օղակ դրա շուրջ, ինչպես Սատուրնի օղակները, բայց միլիոն անգամ ավելի փոքր։ Եթե փոշին արտանետվել է արագ, այն կթռչի տիեզերք եւ կստեղծի իր սեփական ուղեծիրը արեգակի շուրջ։ Եվ մի օր, հավանաբար տասնյակ տարիներ հետո, այդ փոշին կհատի երկրի ուղեծիրը։ Եվ մենք կունենանք նոր անձրև, ապոֆիսիդներ։ Անձրևներ, սա երևույթն է, երբ երկիրը անցնում է գիսավոր աստղի պոչով։ Փոշին, որը թողել է գիսավոր աստղը, մտնում է երկրի մթնոլորտ եւ այրվում։ Մենք տեսնում ենք դա որպես թռչող աստղեր։ Յուրաքանչյուր տարի մենք ունենք տասնյակ անձրևներ։ Պերսեիդներ օգոստոսին, Լեոնիդներ նոյեմբերին, Գեմինիդներ դեկտեմբերին։ Բայց 2040 թվականից սկսած մենք կունենանք նոր անձրև, ապոֆիսիդներ։ Անձրև, որը ստեղծվել է ոչ թե գիսավոր աստղից, այլ աստերոիդից, որը անցավ երկրի շատ մոտ։ 2029 թվականի ապրիլի 13-ին, երբ ապոֆիսը կանցնի երկրի կողքով, տեղի կունենա նաև ինչ-որ բան, որը կարող է փոխել մեր պատկերացումները աստերոիդների կառուցվածքի մասին։ Աստղագետները կանխատեսում են, որ երկրի ձգողական ուժը կարող է ստեղծել ճաքեր ապոֆիսի ներսում, ոչ թե մակերևույթին, այլ խորը ներսում։ Ճաքեր, որոնք կարող են հասնել հարյուրավոր մետր խորությամբ։ Պատկերացրեք, որ դուք ունեք հսկայական ապակե գունդ, դուք սեղմում եք այն երկու կողմերից, ապակին սկսում է լարվել, ներսում սկսում են ստեղծվել փոքր ճաքեր։ Դուք չեք տեսնում դրանք, որովհետև նրանք ներսում են, բայց նրանք այնտեղ են։ Եվ եթե դուք շարունակեք սեղմել, այդ ճաքերը կխորանան, կմիանան եւ վերջապես ապակին կբեկվի։ Հենց սա կարող է պատահել ապոֆիսի հետ։ Երկրի ձգողական ուժը կսեղմի ապոֆիսը, ոչ թե միասեղ կերպով, այլ ավելի ուժեղ մի կողմից, ավելի թույլ մյուս կողմից։ Սա կստեղծի լարվածություն ներսում, եւ այս լարվածությունը կարող է ստեղծել ճաքեր, որոնք կթուլացնեն աստերոիդը, կդարձնեն այն ավելի խոցելի։ Եվ եթե մի օր մենք որոշենք բախել տիեզերանավ ապոֆիսին, այդ ճաքերը կարող են նշանակել, որ աստերոիդը կբեկվի ավելի հեշտ։ 2030 թվականին ճապոնական տիեզերական գործակալությունը պլանավորում է թողարկել նոր առաքելություն՝ Հայաբուսա 3։ Սա կլինի ավելի մեծ եւ ավելի հզոր տիեզերանավ, քան Հայաբուսա 2-ը, եւ դրա թիրախը կլինի ապոֆիսը։ Բայց Հայաբուսա 3-ը ոչ միայն կհավաքի նմուշներ մակերևույթից, այն կկրի փոքր սեյսմոմետր, սարք, որը չափում է երկրաշարժերը։ Այս սեյսմոմետրը կտեղադրվի ապոֆիսի մակերևույթին, եւ այն կսկսի լսել, կլսի աստերոիդի սիրտը։
Որովհետև երբ տիեզերական ճառագայթումը հարվածում է ապոֆիսին, երբ ջերմաստիճանը փոխվում է, երբ աստերոիդը պտտվում է, ներսում ստեղծվում են փոքր թրթռումներ, շատ փոքր, միլիարդերորդ մետր։ Բայց սեյսմոմետրը կարող է չափել դրանք, եւ այդ թրթռումները կպատմեն մեզ, թե ինչ է ներսում։ Երկրի վրա սեյսմոլոգները օգտագործում են երկրաշարժերը ուսումնասիրելու մեր մոլորակի ներքին կառուցվածքը։ Երբ երկրաշարժը տեղի է ունենում, սեյսմիկ ալիքները անցնում են երկրի միջով։ Այդ ալիքները շարժվում են տարբեր արագությամբ, կախված նրանից, թե ինչ նյութի միջով են անցնում։ Ամուր ժայռի միջով՝ արագ, հեղուկ մագմայի միջով՝ դանդաղ։ Եվ վերլուծելով այդ ալիքները, սեյսմոլոգները կարող են ստեղծել քարտեզ երկրի ներսի։ Հենց նույն բանը Հայաբուսա 3-ը կանի ապոֆիսի համար։ Սեյսմոմետրը կլսի թրթռումները, կվելուծի, թե ինչպես են դրանք անցնում աստերոիդի միջով, եւ կստեղծի քարտեզ ապոֆիսի ներսի։ Քարտեզ, որը ցույց կտա, թե արդյոք ապոֆիսը ամուր ժայռ է, թե աղբի կույտ։ Քարտեզ, որը ցույց կտա, թե որտեղ են ճաքերը։ Քարտեզ, որը ցույց կտա, թե որտեղ է ամենաթույլ կետը։ Եվ այս տեղեկությունը կլինի կարևոր, որովհետև եթե մի օր մենք պետք է շեղենք ապոֆիսը, մենք պետք է իմանանք, թե որտեղ հարվածել։ Եթե մենք հարվածենք ամենաամուր կետին, էֆեկտը կլինի փոքր։ Եթե մենք հարվածենք ամենաթույլ կետին, աստերոիդը կարող է բեկվել։ Բայց եթե մենք հարվածենք ճիշտ կետին, ոչ թե ամենաամուր, ոչ թե ամենաթույլ, այլ ճիշտ կետին, մենք կկարողանանք շեղել ապոֆիսը առանց բեկելու այն։ 2032 թվականին, 3 տարի հետո երկրորդ մոտեցումից, աստղագետները կունենան բոլոր տվյալները, որոնք նրանք պետք է իմանան ապոֆիսի մասին։ Կիմանան դրա ճշգրիտ զանգվածը, ճշգրիտ ձևը, ճշգրիտ կազմությունը։ Կիմանան, թե ինչպես է այն պտտվում, ինչպես է Յարկովսկու էֆեկտը ազդում դրա վրա, ինչպես է երկրի ձգողական ուժը փոխել դրա ուղեծիրը։ Եվ ամենակարևորը, նրանք կկարողանան հաշվարկել ճշգրիտ հավանականությունը, որ ապոֆիսը կբախվի երկրին 2056 թվականին։ 2032 թվականի հունվարի 1-ին NASA-ն, Եվրոպական տիեզերական գործակալությունը, Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը եւ Ռուսաստանի Ռոսկոսմոսը կհրապարակեն համատեղ հայտարարություն։ Այս հայտարարությունը կպարունակի վերջնական հաշվարկները ապոֆիսի ապագա ուղեծրի մասին։ Եվ եթե այդ հաշվարկները ցույց տան, որ բախումը հնարավոր է, նրանք կհայտարարեն մարդկության պաշտպանության առաքելություն։ Սա կլինի առաջին անգամը մարդկության պատմության մեջ, երբ բոլոր տիեզերական գործակալությունները կմիավորվեն մեկ նպատակի համար՝ պաշտպանել մեր մոլորակը։ Ոչ թե մրցակցություն, ոչ թե քաղաքական խաղեր, այլ իրական համագործակցություն։ Որովհետև աստերոիդը չի հարգում սահմանները, չի հարգում դրում-դրոշները, չի հարգում քաղաքականությունը։ Աստերոիդը պարզապես շարժվում է իր ուղեծրով։ Եվ եթե այդ ուղեծիրը հատում է երկրի ուղեծիրը, բոլոր մարդիկ վտանգի տակ են։ Մարդկության պաշտպանության առաքելությունը կներառի 3 փուլ։ Առաջին փուլը՝ հետախուզություն։ Ուղարկել ավելի շատ տիեզերանավեր ապոֆիսին, հավաքել ավելի շատ տվյալներ, ստեղծել ավելի ճշգրիտ մոդելներ, հաստատել, որ բախումը իրականում հնարավոր է։ Երկրորդ փուլը՝ պատրաստում։ Մշակել տեխնոլոգիան, որը կկարողանա շեղել ապոֆիսը։ Թեստավորել այն փոքր աստերոիդների վրա։ Համոզվել, որ այն աշխատում է։ Երրորդ փուլը՝ գործողություն։ Թողարկել առաքելությունը, որը կշեղի ապոֆիսը։ Բայց ինչպիսի տեխնոլոգիա կօգտագործվի։ Կինետիկ հարվածը ինչպես դարդը մեկ տարբերակ է, բայց կան նաև այլ տարբերակներ։ Ձգողական տրակտոր, տիեզերանավ, որը կթռչի ապոֆիսի կողքին եւ կօգտագործի իր սեփական ձգողական ուժը դանդաղ շեղելու աստերոիդը։ Լազերային աբլացիա, հզոր լազեր, որը կտակացնի ապոֆիսի մակերևույթը եւ կստեղծի գազի հոսք, որը կհրի աստերոիդը հակառակ ուղղությամբ։ Արեգակային առագաստ, հսկայական հայելի, որը կփոխի արեգակի ճառագայթումը եւ կուժեղացնի Յարկովսկու էֆեկտը։ Յուրաքանչյուր տեխնոլոգիա ունի իր առավելություններն ու թերությունները։ Կինետիկ հարվածը արագ է, բայց կարող է բեկել աստերոիդը։ Ձգողական տրակտորը անվտանգ է, բայց դանդաղ։ Լազերային աբլացիան ճշգրիտ է, բայց պահանջում է շատ էներգիա։ Արեգակային առագաստը նուրբ է, բայց պահանջում է տարիներ։ Ընտրությունը կկախվի նրանից, թե որքան ժամանակ մենք ունենք։ 2033 թվականին, եթե հաշվարկները ցույց տան, որ ապոֆիսը կբախվի երկրին 2056 թվականին, մենք կունենանք 23 տարի պատրաստվելու։ 23 տարի։ Սա երկար ժամանակ է, բայց ոչ թե անսահման, որովհետև աստերոիդը շեղելը պահանջում է ժամանակ։ Որքան շուտ մենք գործենք, այնքան ավելի հեշտ կլինի։ Եթե մենք սկսենք հիմա, մենք կարող ենք օգտագործել ձգողական տրակտոր։ Եթե մենք սպասենք 10 տարի, մենք կպետք է օգտագործենք կինետիկ հարված։ Եթե մենք սպասենք 20 տարի, մենք կպետք է օգտագործենք միջուկային տարբերակ։ Այո, միջուկային տարբերակ։
Սա վերջին հնարավորությունն է, վերջին միջոցը։ Եթե ոչինչ այլ չաշխատի, եթե ժամանակը սպառվի, մենք կարող ենք ուղարկել միջուկային սարք Ապոֆիսին։ Ոչ թե պայթեցնել աստերոիդը, այլ պայթեցնել սարքը աստերոիդի մակերևույթի մոտ։ Պայթյունը կստեղծի հսկայական էներգիա, որը կվերածի աստերոիդի մակերևույթի մի մասը գազի։ Այդ գազը կարտանետվի տիեզերք և կտա Ապոֆիսին հզոր հրում։ Բայց միջուկային տարբերակը վտանգավոր է։ Եթե հաշվարկները սխալ են, եթե պայթյունը չափազանց ուժեղ է, աստերոիդը կարող է բեկվել։ Եվ փոխարենը մեկ մեծ աստերոիդի մենք կունենանք տասնյակ փոքր աստերոիդներ, որոնք բոլորը կշարունակեն շարժվել դեպի երկիր։ Սա կլինի ավելի վատ։ Լինի ավելի վատ, որովհետև մեկ մեծ աստերոիդը կարող է ոչնչացնել մեկ քաղաք, բայց տասնյակ փոքր աստերոիդները կարող են ոչնչացնել տասնյակ քաղաքներ։ 2034 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը կկազմակերպի երկրորդ գլոբալ աստերոիդային պաշտպանության գագաթնաժողով։ Այս անգամ ոչ թե Վիեննայում, այլ Նյու Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր շենքում։ Եվ այս անգամ օրակարգը կլինի ոչ թե տեսական, այլ պրակտիկ։ Ոչ թե ինչ մենք կարող ենք անել, այլ ինչ մենք պետք է անենք։ Որովհետև եթե հաշվարկները ճիշտ են, մարդկությունը կունենա միայն 22 տարի մինչև հնարավոր բախումը։ Գագաթնաժողովում կմասնակցեն ոչ միայն տիեզերական գործակալությունների ղեկավարները, այլ նաև երկրների ղեկավարները, որովհետև մարդկության պաշտպանության առաքելությունը կպահանջի ռեսուրսներ, որոնք գերազանցում են ցանկացած մեկ երկրի կարողությունները։ Կպահանջի տասնյակ միլիարդ դոլար։ Կպահանջի հազարավոր ինժեներներ, գիտնականներ, աստղագետներ, կպահանջի նոր տեխնոլոգիաներ, նոր տիեզերանավեր, նոր թողարկման համակարգեր, կպահանջի, որ մարդկությունը աշխատի որպես մեկ, և սա կլինի մարտահրավերը։ Ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական, ոչ թե գիտական, այլ սոցիալական, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ մարդիկ դժվարությամբ են համագործակցում, նույնիսկ երբ նրանք բախվում են ընդհանուր սպառնալիքի, նույնիսկ երբ նրանց գոյատևումը կախված է համագործակցությունից, բայց Ապոֆիսը կարող է փոխել դա։ Կարող է ստիպել մարդկությանը հասկանալ, որ մենք բոլորս ապրում ենք մեկ մոլորակի վրա, և այդ մոլորակը պետք է պաշտպանենք միասին։ 2035 թվականին, եթե մարդկության պաշտպանության առաքելությունը հաստատվի, կսկսվի ամենամեծ տիեզերական ծրագիրը, որը երբևէ իրականացվել է։ Ավելի մեծ, քան Ապոլլո ծրագիրը, որը տարավ մարդկանց լուսին։ Ավելի մեծ, քան միջազգային տիեզերական կայանը։ Ավելի մեծ, քան ցանկացած այլ բան, որը մարդկությունը երբևէ փորձել է տիեզերքում։ Որովհետև սա կլինի առաքելություն, որը կարող է փրկել մոլորակը։ Առաքելությունը կներառի ոչ թե մեկ, այլ բազմաթիվ տիեզերանավեր։ Առաջին տիեզերանավը, հետախույզը, կթռչի Ապոֆիսին և կուսումնասիրի այն մանրամասն։ Կստեղծի վերջնական քարտեզ, կորոշի ճշգրիտ կետը, որտեղ պետք է հարվածել։ Երկրորդ տիեզերանավը, փորձարկողը, կիրականացնի փոքր թեստ, կբախի փոքր սարք Ապոֆիսին և կտեսնի, թե ինչպես է աստերոիդը արձագանքում։ Երրորդ տիեզերանավը, շեղողը, կիրականացնի հիմնական առաքելությունը։ Կբախի մեծ սարք կամ կօգտագործի ձգողական տրակտոր, շեղելու Ապոֆիսը։ Բայց ամենակարևորը կլինի չորրորդ տիեզերանավը, դիտորդը։ Սա տիեզերանավ կլինի, որը կմնա Ապոֆիսի մոտ տարիներ։ Կհետևի, թե ինչպես է աստերոիդի ուղեծիրը փոխվում, կհաստատի, որ շեղումը հաջողված է, կհաստատի, որ Ապոֆիսը այլևս չի սպառնում երկրին, և կուղարկի այդ տեղեկությունը տուն, որպեսզի մարդկությունը կարողանա հանգիստ քնել։ 2040 թվականին, 6 տարի առաջ հնարավոր բախումից, շեղող տիեզերանավը կթողարկվի։ Սա կլինի ամենամեծ տիեզերանավը, որը երբևէ կառուցվել է մարդկության կողմից։ Կշռի հազարավոր տոննա, կկրի հզորագույն շարժիչները և կունենա մեկ առաքելություն՝ հասնել Ապոֆիսին և փոխել դրա ճակատագիրը։ Ճանապարհորդությունը կտևի 6 տարի։ 6 տարի, որի ընթացքում ամբողջ մարդկությունը կսպասի։ Կհետևի տիեզերանավի առաջընթացին։ Կհույս ունենա, որ ամեն ինչ կլինի լավ, կվախենա, որ ինչ-որ բան կարող է սխալվել, որովհետև տիեզերական առաքելությունները երբեք չեն լինում հեշտ։ Միշտ կան ռիսկեր, միշտ կան անհայտներ, միշտ կա հնարավորություն, որ ինչ-որ բան կարող է գնալ սխալ։ Բայց 2046 թվականին, երբ շեղող տիեզերանավը կհասնի Ապոֆիսին, երբ այն կիրականացնի իր առաքելությունը, երբ այն կշեղի աստերոիդը, մարդկությունը կհասկանա, որ մենք կարող ենք։ Կարող ենք պաշտպանել մեր մոլորակը, կարող ենք վերահսկել մեր ճակատագիրը, կարող ենք փոխել տիեզերքը։ Եվ 2056 թվականի ապրիլի 13-ին, երբ Ապոֆիսը կանցնի երկրի կողքով երկրորդ անգամ, այն չի անցնի 31,000 կիլոմետր հեռավորության վրա,
Այն կանցնի միլիոն կիլոմետր հեռավորության վրա, կամ 10 միլիոն, կամ 100 միլիոն, որովհետև մարդկությունը կփոխի դրա ուղեծիրը, կփրկի իր մոլորակը, կդառնա տեսակ, որը ոչ թե սպասում է իր ճակատագրին, այլ ստեղծում է իր ճակատագիրը։ Եվ այդ օրը, երբ Ապոֆիսը կանցնի անվտանգ հեռավորության վրա, ամբողջ մարդկությունը կնայի երկինք, կինք, ոչ թե վախով, այլ հպարտությամբ։ Հպարտությամբ, որ մենք կարողացանք, հպարտությամբ, որ մենք միավորվեցինք, հպարտությամբ, որ մենք ցույց տվեցինք, որ մարդկությունը կարող է հաղթահարել ցանկացած մարտահրավեր, նույնիսկ մարտահրավեր, որը գալիս է տիեզերքի խորքերից։ Բայց եկեք կանգ առնենք մի վարքյան։ Եկեք խոսենք մի բանի մասին, որը շատ քչեր է հասկանում։ Ապոֆիսը ոչ միայն աստերոիդ է, որը սպառնում է երկրին։ Ապոֆիսը հայելի է, որը ցույց է տալիս մեզ, թե ով ենք մենք իրականում։ Եվ երբ մենք նայում ենք այդ հայելուն, մենք տեսնում ենք ինչ-որ բան անհանգստացնող։ Մենք տեսնում ենք տեսակ, որը ապրել է այս մոլորակի վրա 200,000 տարի։ Տեսակ, որը մեծ մասը այդ ժամանակից անցկացրել է վախենալով որոտի, կայծակի, խավարի։ Տեսակ, որը մինչև 100 տարի առաջ չգիտեր, որ աստերոիդները գոյություն ունեն։ Տեսակ, որը մինչև 20 տարի առաջ չուներ տեխնոլոգիա անել ինչ-որ բան դրանց հետ։ Եվ հիմա, հանկարծ, մենք խոսում ենք աստերոիդների շեղման, տիեզերք ժամանակի ծռման, մոլորակային պաշտպանության մասին։ Սա տեղի է ունեցել աներևակայելի արագությամբ։ 1912 թվականին, երբ Տիտանիկը խորտակվեց, մարդիկ չէին կարող նախազգուշացնել նավը սառցաբեկորի մասին, որը գտնվում էր միայն մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ 1969 թվականին, երբ մենք առաջին անգամ թռցրինք տիեզերք, մենք չգիտեինք, թե քանի աստերոիդ կա արեգակային համակարգում։ 2000 թվականին, երբ ինտերնետը դարձավ համընդհանուր, մենք դեռ չէինք հայտնաբերել Ապոֆիսը։ Եվ հիմա, ընդամենը 24 տարի հետո, մենք պլանավորում ենք առաքելություններ, որոնք կարող են փրկել մոլորակը։ Բայց ահա ինչն է իրականում անհանգստացնող։ Մենք չգիտենք, թե քանի Ապոֆիս կա այնտեղ։ Մենք հայտնաբերել ենք մոտավորապես 30,000 աստերոիդ, որոնք ավելի մեծ են, քան 150 մետր։ Բայց աստղագետները գնահատում են, որ կան մոտավորապես 1 միլիոն այդպիսի աստերոիդներ։ 1 միլիոն։ Սա նշանակում է, որ մենք գիտենք միայն 3%-ի մասին։ 3%։ Պատկերացրեք, որ դուք քայլում եք մութ սենյակում և դուք տեսնում եք միայն 3% այն ամենի, ինչ գտնվում է այնտեղ։ Դուք կզգայիք ձեզ անվտանգ։ 2024 թվականի փետրվարի 15-ին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը ստիպեց աստղագետներին արթուն մնալ գիշերները։ Աստերոիդ, որը կոչվում էր 2023 DW, անցավ երկրի կողքով։ Ոչինչ անսովոր։ Աստերոիդները անցնում են երկրի կողքով ամեն օր։ Բայց այս աստերոիդը հատուկ էր։ Այն հայտնաբերվեց միայն 2 օր առաջ։ 2 օր։ Պատկերացրեք, որ ինչ-որ բան, որը կարող էր ոչնչացնել ամբողջ քաղաքը, անցավ ձեր կողքով, և դուք իմացաք դրա մասին միայն 2 օր առաջ։ 2023 DW-ն ընդամենը 50 մետր տրամագծով էր։ Փոքր համեմատած Ապոֆիսի հետ։ Բայց եթե այն բախվեր երկրին, այն կթողներ 10 մեգատոն էներգիա։ 10 մեգատոն։ Սա 500 անգամ ավելի հզոր է, քան Հիրոշիմայի ռումբը։ Եվ մենք իմացանք դրա մասին միայն 2 օր առաջ։ 2 օր։ Ինչ մենք կարող էինք անել 2 օրում։ Ոչինչ։ Աբսոլյուտ ոչինչ։ Մենք կարող էինք միայն նայել և հույս ունենալ, որ այն կանցնի կողքով։ Եվ սա մեզ բերում է ամենակարևոր հարցին։ Հարցին, որը շատ քչերը համարձակվում են տալ։ Ինչ եթե Ապոֆիսը ոչ թե բացառություն է, այլ կանոն։ Ինչ եթե տիեզերքը լի է այդպիսի սպառնալիքներով, և մենք պարզապես չգիտենք դրանց մասին։ Ինչ եթե մենք ապրում ենք տիեզերական ռուսական ռուլետի խաղում, և մենք նույնիսկ չգիտենք, թե քանի փամփուշտ կա ռևոլվերում։ Իմացեք, ես հասկանում եմ ձեր մտքերը։ Դուք մտածում եք, սա ահաբեկչություն է, սա փորձ է վախեցնել մեզ, սա սուտ գիտություն է։ Եվ դուք ճիշտ եք լինելու զգույշ լինել, որովհետև պատմությունը լի է մարդկանցով, որոնք կանխատեսել են աշխարհի վերջը։ Լի է շարլատաններով, որոնք օգտագործել են վախը շահույթ ստանալու համար։ Լի է սուտ գիտնականներով, որոնք հայտարարել են աղետների մասին, որոնք երբեք չեն տեղի ունեցել։ Բայց ահա տարբերությունը։ Աստերոիդները իրական են։ Դրանք ոչ թե տեսություն են, ոչ թե հավատք, ոչ թե կանխատեսում։ Դրանք ֆիզիկական օբյեկտներ են, որոնք մենք կարող ենք տեսնել, չափել, հետևել։ Դրանք շարժվում են ըստ ֆիզիկայի օրենքների, որոնք մենք հասկանում ենք։ Եվ երբ աստղագետները ասում են, որ աստերոիդը կարող է բախվել երկրին, դրանք ոչ թե գուշակում են, դրանք հաշվարկում են։ 2025 թվականին ՆԱՍԱ-ն հրապարակեց մանրամասն զեկույց աստերոիդային սպառնալիքների երուդային սպառնալիքների մասին։ Զեկույցը պարունակում էր ցնցող թվեր։
Յուրաքանչյուր տարի երկիրը բախվում է մոտավորապես 50,000 տոննա տիեզերական նյութի։ 50,000 տոննա։ Սա 300 բեռնատարի քաշն է, յուրաքանչյուր օր։ Բայց մեծ մասը այս նյութը փոշի է։ Փոքր մասնիկներ, որոնք այրվում են մթնոլորտում։ Մենք տեսնում ենք դրանք որպես թռչող աստղեր։ Բայց յուրաքանչյուր տարի մոտավորապես 30 աստերոիդ, որոնք ավելի մեծ են, քան 1 մետր, մտնում են մթնոլորտ։ 30։ Մեծ մասը դրանցից պայթում են օդում։ Ստեղծում են պայծառ լույս, բարձր ձայն, ցնցում պատուհանները, բայց ոչ մեկը չի վնասվում, որովհետև նրանք պայթում են բարձր մթնոլորտում։ Բայց յուրաքանչյուր 10 տարին մեկ աստերոիդ, որը ավելի մեծ է, քան 10 մետր, հասնում է մակերևույթին։ Եվ յուրաքանչյուր 100 տարին մեկ աստերոիդ, որը ավելի մեծ է, քան 50 մետր, կարող է ստեղծել տեղական աղետ։ 2013 թվականի փետրվարի 15-ին, ճիշտ նույն օրը, երբ աստերոիդ 2012 DI-14-ը անցավ երկրի շատ մոտ, մեկ այլ աստերոիդ, որի մասին ոչ ոք չգիտեր, պայթեց Չելյաբինսկի վերևում, Ռուսաստանում։ Այն ընդամենը 19 մետր տրամագծով էր։ 19 մետր։ Սա մեկ հարկանի տան չափն է։ Բայց երբ այն պայթեց 30 կիլոմետր բարձրությամբ, այն թողարկեց էներգիա, որը հավասար էր 500 կիլոտոն TNT-ի։ 500 կիլոտոն։ Սա 30 անգամ ավելի հզոր է, քան Հիրոշիմայի ռումբը։ Պայթյունը ջախջախեց պատուհաններ 1500 քառակուսի կիլոմետր տարածքում, վնասեց 7300 շենք, վիրավորեց 1500 մարդ։ Եվ ամենավատը, ոչ ոք չգիտեր, որ այն գալիս է։ Ոչ ոք։ Ոչ NASA'n, ոչ ռուսական տիեզերական գործակալությունը, ոչ եվրոպական տիեզերական գործակալությունը։ 19 մետր աստերոիդը, որը շարժվում էր 30 կիլոմետր վայրկյանում, անտեսանելի էր մեր բոլոր հեռադիտակների համար, մինչև այն պայթեց։ Հիմա պատկերացրեք, որ Չելյաբինսկի աստերոիդը ոչ թե 19 մետր էր, այլ 3710 մետր, ինչպես Ապոֆիսը։ Պատկերացրեք, որ այն պայթեց ոչ թե 30 կիլոմետր բարձրությամբ, այլ հասավ մակերևույթին։ Պատկերացրեք, որ այն ընկավ ոչ թե անմարդաբնակ տարածքում, այլ քաղաքում, Լոնդոնում, Նյու Յորքում, Տոկիոյում, Մոսկվայում։ Պատկերացրեք, որ ոչ ոք չգիտեր, որ այն գալիս է։ Սա ոչ թե գիտական ֆանտաստիկա է, սա ոչ թե ֆիլմ է, սա իրականությունն է, որում մենք ապրում ենք։ Իրականություն, որտեղ տիեզերքը լի է ժայռերով, որոնք շարժվում են տասնյակ կիլոմետր վայրկյանում։ Իրականություն, որտեղ այդ ժայռերը երբեմն հատում են մեր ուղին։ Իրականություն, որտեղ մենք չգիտենք մեծ մասի մասին, մինչև շատ ուշ է։ 2026 թվականին Եվրոպական տիեզերական գործակալությունը սկսեց նոր ծրագիր, որը կոչվում է Fly-Eye։ Սա ցանց է ավտոմատ հեռադիտակների, որոնք սկանավորում են երկինքը ամեն գիշեր։ Փնտրում են աստերոիդներ, որոնք մոտենում են երկրին։ Fly-Eye հեռադիտակները տեղադրված են ամբողջ աշխարհում՝ Չիլիում, Իսպանիայում, Իտալիայում, Հարավային Աֆրիկայում։ Յուրաքանչյուր հեռադիտակ ունի հատուկ դիզայն, լայն տեսադաշտով, որը թույլ է տալիս տեսնել երկնքի մեծ հատվածը միաժամանակ։ Բայց նույնիսկ Fly-Eye-ն ոչ թե կատարյալ է։ Այն կարող է հայտնաբերել աստերոիդներ, որոնք ավելի մեծ են, քան 40 մետր, միայն մի քանի շաբաթ առաջ։ Մի քանի շաբաթ։ Սա ավելի լավ է, քան 2 օր, բայց դա դեռ ոչ բավարար է, որովհետև աստերոիդը շեղելը պահանջում է ամիսներ, եթե ոչ տարիներ։ Մի քանի շաբաթում մենք կարող ենք միայն տարհանել մարդկանց, միայն փակել քաղաքները, միայն հույս ունենալ, որ աստերոիդը կընկնի օվկիանոսում, ոչ թե ցամաքում։ Եվ սա մեզ բերում է ամենադժվար հարցին, որը ոչ ոք չի ուզում տալ, բայց որը մենք պետք է տանք։ Ինչ, եթե մենք չունենանք բավարար ժամանակ։ Ինչ, եթե աստերոիդը հայտնաբերվի շատ ուշ։ Ինչ, եթե մենք ունենանք միայն մի քանի ամիս, մի քանի շաբաթ, մի քանի օր։ Ինչ մենք կանենք։ 2027 թվականին Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծեց աստերոիդային արտակարգ իրավիճակների արձագանքման ծրագիր։ Սա պլան է, որը նկարագրում է, թե ինչ պետք է անի մարդկությունը, եթե աստերոիդը հայտնաբերվի շատ ուշ, շեղելու համար։ Պլանը ներառում է 3 փուլ։ Առաջին փուլը՝ գնահատում։ Հաշվարկել ճշգրիտ, թե որտեղ կընկնի աստերոիդը։ Որոշել, թե որ տարածքները վտանգի տակ են։ Երկրորդ փուլը՝ տարհանում։ Տեղափոխել մարդկանց վտանգավոր տարածքներից, փակել քաղաքները, պատրաստել ապաստարանները։ Երրորդ փուլը՝ վերականգնում։ Հետո բախումից օգնել վիրավորներին, վերականգնել ենթակառուցվածքը, վերակառուցել քաղաքները։ Բայց ահա ինչն է իրականում սարսափելի այս պլանի մեջ։ Երկրորդ փուլը՝ տարհանումը։ Որովհետև երբ դուք խոսում եք տարանելու մասին, դուք խոսում եք տեղափոխելու միլիոնավոր մարդկանց։ Տեղափոխելու նրանց որտեղ, ինչպես, ով կվճարի, ով կորոշի, թե ով կգնա առաջինը, ով կմնա։
Եվ ամենակարևորը, ինչպես դուք կպատմեք մարդկանց, որ նրանք պետք է թողնեն իրենց տները, իրենց քաղաքները, իրենց կյանքերը, որովհետև ինչ-որ բան, որը նրանք չեն կարող տեսնել, գալիս է տիեզերքից։ 2028 թվականին Միավորված Նահանգները իրականացրեց առաջին ազգային աստերոիդային պաշտպանության վարժանք։ Սցենարը պարզ էր։ Աստերոիդ, որը հայտնաբերվել է 6 ամիս առաջ, մոտենում է Երկրին։ Հաշվարկները ցույց են տալիս, որ այն կընկնի Նյու Յորքի մոտ։ Վարժանքը ներառում էր բոլոր դաշնային գործակալությունները՝ ՆԱՍԱ-ն, ՖԻՄԱ-ն, Պենտագոնը, Պետական դեպարտամենտը։ Նրանք պետք է որոշեին, թե ինչպես արձագանքել։ Արդյունքները եղան աղետալի։ Գործակալությունները չկարողացան համաձայնվել, թե ով պատասխանատու է։ Չկարողացան որոշել, թե ինչպես տեղեկացնել հանրությանը։ Չկարողացան պլանավորել տարհանումը։ Վարժանքը ցույց տվեց, որ նույնիսկ ամենահզոր երկիրը աշխարհում չի պատրաստ աստերոիդային արտակարգ իրավիճակի։ Չի պատրաստ տարհանել միլիոնավոր մարդկանց, չի պատրաստ պատմել ճշմարտությունը։ Եվ սա ամենավախենալին մասն է։ Ոչ թե աստերոիդը, ոչ թե տեխնոլոգիան, ոչ թե ֆիզիկան, այլ մարդկային գործոնը։ Մեր անկարողությունը համագործակցելու, մեր անկարողությունը պատմելու ճշմարտությունը, մեր անկարողությունը գործելու արագ, որովհետև երբ աստերոիդը գալիս է, այն չի սպասի։ Չի սպասի մինչև մենք համաձայնվենք, չի սպասի մինչև մենք պատրաստ լինենք, այն պարզապես կգա։ Բայց եկեք վերադառնանք Ապոֆիսին, որովհետև Ապոֆիսը տարբեր է։ Ապոֆիսը մենք գիտենք, Ապոֆիսը մենք հետևում ենք, Ապոֆիսը մենք ունենք ժամանակ պատրաստվելու։ Եվ սա դարձնում է Ապոֆիսը ոչ թե սպառնալիք, այլ հնարավորություն։ Հնարավորություն սովորելու, հնարավորություն պատրաստվելու, հնարավորություն ցույց տալու, որ մարդկությունը կարող է գործել միասին։ 2029 թվականի ապրիլի 13-ին, երբ Ապոֆիսը կանցնի Երկրի կողքով, 2 միլիարդ մարդ կտեսնեն այն։ 2 միլիարդ։ Սա ամենամեծ համընդհանուր փորձառությունն է, որը մարդկությունը երբևէ ունեցել է։ Ավելի մեծ, քան ցանկացած օլիմպիական խաղեր, ավելի մեծ, քան ցանկացած համերգ, ավելի մեծ, քան ցանկացած իրադարձություն պատմության մեջ։ 2 միլիարդ մարդ միաժամանակ կնայեն երկինք եւ կտեսնեն նույն բանը։ Կտեսնեն, որ մենք բոլորս ապրում ենք մեկ մոլորակի վրա։ Կտեսնեն, որ մենք բոլորս խոցելի ենք։ Կտեսնեն, որ մենք բոլորս պետք է աշխատենք միասին։ Եվ սա կարող է փոխել ամեն ինչ։ Որովհետև երբ դուք տեսնում եք աստերոիդ, որը անցնում է ձեր գլխավերևից, եւ դուք հասկանում եք, որ այդ աստերոիդը կարող էր ոչնչացնել ձեր քաղաքը, ձեր երկիրը, ձեր քաղաքակրթությունը, դուք սկսում եք տեսնել աշխարհը այլ կերպ։ Դուք սկսում եք հասկանալ, որ սահմանները, դրոշները, քաղաքականությունը բոլորը անիմաստ են, երբ աստերոիդը գալիս է։ Որովհետև աստերոիդը չի հարգում սահմանները, չի հարգում դրոշները, չի հարգում իրը, չի հարգում քաղաքականությունը։ 2030 թվականին, երբ Neo Surveyor հեռադիտակը կթողարկվի, երբ այն կսկսի սկանավորել երկինքը, երբ այն կսկսի գտնել բոլոր աստերոիդները, որոնք կարող են սպառնալ Երկրին, մարդկությունը կունենա ամբողջական քարտեզ։ Քարտեզ, որը ցույց կտա յուրաքանչյուր աստերոիդ, որը ավելի մեծ է, քան 140 մետր։ Քարտեզ, որը ցույց կտա, թե որոնք են վտանգավոր։ Քարտեզ, որը ցույց կտա, թե երբ նրանք կմոտենան։ Եվ այդ քարտեզը կփոխի ամեն ինչ։ Որովհետև երբ դուք գիտեք, թե որտեղ է վտանգը, դուք կարող եք պատրաստվել։ Երբ դուք գիտեք, թե երբ է գալիս աստերոիդը, դուք կարող եք գործել։ Երբ դուք ունեք ամբողջական քարտեզ, դուք այլևս չեք ապրում անորոշության մեջ, դուք ապրում եք իմացության մեջ։ Եվ իմացությունը ուժ է։ Բայց ահա ինչն է իրականում հետաքրքիր։ Neo Surveyor-ը կգտնի ոչ միայն վտանգավոր աստերոիդներ, այն կգտնի նաև աստերոիդներ, որոնք կարող են լինել օգտակար։ Որովհետև աստերոիդները ոչ միայն սպառնալիք են, նրանք նաև ռեսուրս են։ Նրանք պարունակում են մետաղներ, երկաթ, նիկել, պլատին։ Նրանք պարունակում են ջուր, H2O, որը կարող է վերածվել թթվածնի եւ ջրածնի։ Նրանք պարունակում են հանքանյութեր, որոնք կարող են օգտագործվել տիեզերքում։ 2032 թվականին առաջին մասնավոր ընկերությունը կհայտարարի պլաններ աստերոիդային հանքարդյունաբերության համար։ Ընկերությունը կոչվում է Astroforge։ Նրանց պլանը պարզ է. ուղարկել փոքր տիեզերանավ աստերոիդին, հանել մետաղներ, վերադարձնել Երկիր։ Սա կլինի առաջին անգամը, երբ մարդկությունը կփորձի օգտագործել տիեզերական ռեսուրսները։ Առաջին անգամը, երբ մենք կդառնանք ոչ միայն մոլորակային տեսակ, այլ նաև տիեզերական տեսակ։ Բայց աստերոիդային հանքարդյունաբերությունը ոչ միայն բիզնես է, այն նաև անվտանգություն է։ Որովհետև երբ դուք ունեք տեխնոլոգիա հասնելու աստերոիդներին, երբ դուք ունեք տեխնոլոգիա հանելու նյութ դրանցից, դուք նաև ունեք տեխնոլոգիա շեղելու դրանք։
Տեխնոլոգիան, որը օգտագործվում է հանքարդյունաբերության համար, շարժիչները, ռոբոտները, սարքերը, նույն տեխնոլոգիան է, որը կարող է օգտագործվել պաշտպանության համար։ Եվ սա ստեղծում է հետաքրքիր իրավիճակ։ Իրավիճակ, որտեղ տնտեսական շահերը եւ անվտանգության շահերը համընկնում են։ Որտեղ ընկերությունները, որոնք ուզում են շահույթ ստանալ աստերոիդներից, նաև զարգացնում են տեխնոլոգիա, որը կարող է փրկել մոլորակը։ Սա նոր մոդել է։ Մոդել, որտեղ մասնավոր հատվածը եւ հանրային հատվածը աշխատում են միասին։ Որտեղ շահույթը եւ պաշտպանությունը ոչ թե հակասում են, այլ լրացնում են միմյանց։ 2035 թվականին, երբ աստղագետները կհրապարակեն վերջնական հաշվարկները Ապոֆիսի ապագա ուղեցրի մասին, երբ նրանք կպատմեն, թե արդյոք Ապոֆիսը անցավ բանալու անցքով, երբ նրանք կպատմեն, թե արդյոք այն վերադառնում է 2056 թվականին, ամբողջ մարդկությունը կսպասի։ Կսպասի լսելու, թե արդյոք մենք անվտանգ ենք։ Կսպասի լսելու, թե արդյոք մենք պետք է գործենք։ Կսպասի լսելու, թե արդյոք մեր ապագան վտանգի տակ է։ Եվ անկախ նրանից, թե ինչ կլինի պատասխանը, անկախ նրանից, թե արդյոք Ապոֆիսը վտանգավոր է թե ոչ, մենք արդեն փոխվել ենք։ Մենք արդեն սովորել ենք ինչ-որ բան կարևոր։ Մենք սովորել ենք, որ տիեզերքը ոչ թե անվտանգ տեղ է։ Մենք սովորել ենք, որ մեր մոլորակը խոցելի է։ Մենք սովորել ենք, որ մենք պետք է աշխատենք միասին, եւ ամենակարևորը, մենք սովորել ենք, որ մենք կարող ենք գործել։ Որովհետև Ապոֆիսը ցույց տվեց մեզ ինչ-որ բան հիանալի։ Ցույց տվեց, որ մարդկությունը, երբ բախվում է իրական սպառնալիքի, կարող է միավորվել, կարող է համագործակցել, կարող է ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք թվում էին անհնար, կարող է իրականացնել առաքելություններ, որոնք թվում էին ֆանտաստիկա, կարող է փոխել տիեզերքը։ 2040 թվականին, երբ շեղող տիեզերանավը կթողարկվի, երբ այն կսկսի իր ճանապարհորդությունը դեպի Ապոֆիս, երբ այն կկրի մարդկության հույսերը եւ երազանքները, ամբողջ մոլորակը կմիավորվի։ Կմիավորվի ոչ թե վախից, այլ հույսից։ Հույսից, որ մենք կարող ենք, հույսից, որ մենք կփրկենք մեր մոլորակը, հույսից, որ մենք կդառնանք տեսակ, որը վերահսկում է իր ճակատագիրը։ Եվ երբ այդ տիեզերանավը կհասնի Ապոֆիսին, երբ այն կիրականացնի իր առաքելությունը, երբ այն կշեղի աստերոիդը, մարդկությունը կհասկանա ինչ-որ բան խորը։ Կհասկանա, որ մենք ոչ թե զոհերն ենք տիեզերքի, մենք ոչ թե անօգնական ենք, մենք ակտիվ մասնակիցներն ենք, մենք ստեղծողներն ենք, մենք այն տեսակն ենք, որը կարող է փոխել աստղերի ուղին։ Բայց ամենակարևորը, ինչ Ապոֆիսը կկարողանա սովորեցնել մեզ, կլինի սա. մենք ապրում ենք տիեզերքում, որը միաժամանակ սարսափելի է եւ հիանալի։ Տիեզերքում, որը լի է վտանգներով, բայց նաեւ հնարավորություններով։ Տիեզերքում, որը կարող է ոչնչացնել մեզ, բայց նաեւ ոգեշնչել մեզ։ Եվ մեր ընտրությունը, մեր որոշումը, մեր գործողությունը կորոշի, թե որ ճանապարհով կգնանք։ Մենք կարող ենք ապրել վախի մեջ, կարող ենք թաքնվել, կարող ենք անտեսել սպառնալիքները, կամ մենք կարող ենք ընդունել իրականությունը։ Կարող ենք պատրաստվել, կարող ենք գործել, կարող ենք դառնալ տեսակ, որը ոչ միայն գոյատևում է, այլ նաև ծաղկում է։ Տեսակ, որը ոչ միայն պաշտպանվում է, այլ նաև ուսումնասիրում է։ Տեսակ, որը ոչ միայն վախենում է տիեզերքից, այլ նաև նվաճում է այն։ Եվ Ապոֆիսը, այս 3710 մետր ժայռը, որը շարժվում է տիեզերքում, կդառնա խորհրդանիշ։ Խորհրդանիշ մարդկության փոխակերպման։ Խորհրդանիշ այն պահի, երբ մենք դադարեցինք լինել տեսակ, որը սպասում է իր ճակատագրին, եւ դարձանք տեսակ, որը ստեղծում է իր ճակատագիրը։ Խորհրդանիշ այն պահի, երբ մենք նայեցինք տիեզերք եւ ասացինք. մենք պատրաստ ենք։ Բայց եկեք կանգ առնենք։ Եկեք խոսենք մի բանի մասին, որը շատ ավելի խորն է, քան աստերոիդները, տիեզերանավերը կամ մոլորակային պաշտպանությունը։ Եկեք խոսենք մի բանի մասին, որը մենք հազիվ սկսում ենք հասկանալ։ Երբ ֆիզիկոսները ուսումնասիրում են Ապոֆիսի ուղեծիրը, երբ նրանք հաշվարկում են դրա դիրքը տասնյակ տարիներ առաջ, նրանք օգտագործում են հավասարումներ, որոնք գրել է Նյուտոնը 300 տարի առաջ։ Հավասարումներ, որոնք նկարագրում են, թե ինչպես են զանգվածները ձգում միմյանց։ Բայց ահա ինչն է հետաքրքիր։ Այդ հավասարումները ոչ թե բացատրում են ձգողական ուժը, նրանք պարզապես նկարագրում են այն։ Մենք գիտենք, որ երկիրը ձգում է Ապոֆիսը։ Մենք կարող ենք հաշվարկել այդ ուժը ճշգրտությամբ մինչև 10-րդական կետից հետո 10-րդ թիվը, բայց մենք չի գիտենք, թե ինչու։ Ինչու զանգվածները ձգում են միմյանց։ Ինչու տիեզերք ժամանակը ծռվնակը ծռնգվածի շուրջ։ Ինչու գոյություն ունի ձգողական ուժ։ Էյնշտեյնը ասաց, որ զանգվածը ծռում է տիեզերք ժամանակը, բայց ինչու։ Ինչու զանգվածը ունի այդ հատկությունը։ Ինչու տիեզերք ժամանակը ենթարկվում է ծռման։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք չունենք դեռ, եւ գուցե երբեք չունենանք։ Քվանտային ֆիզիկայում կա սկզբունք, որը կոչվում է անորոշության սկզբունք։
Այն ասում է, որ դուք չեք կարող միաժամանակ իմանալ մասնիկի ճշգրիտ դիրքը եւ ճշգրիտ արագությունը։ Որքան ավելի ճշգրիտ դուք չափում եք մեկը, այնքան ավելի անորոշ է մյուսը։ Սա ոչ թե տեխնոլոգիայի սահմանափակում է, սա տիեզերքի հիմնարար հատկություն է։ Սա նշանակում է, որ իրականությունը իր ամենախորը մակարդակում անորոշ է։ Հիմա պատկերացրեք, որ մենք փորձում ենք հաշվարկել Ապոֆիսի ուղեծիրը 50 տարի առաջ։ Մենք պետք է հաշվի առնենք յուրաքանչյուր ատոմ Ապոֆիսում, յուրաքանչյուր ատոմ երկրում, յուրաքանչյուր ատոմ արեգակում, յուր ատոմ արեգակում, յուրաքանչյուր ատոմ արեգակային համակարգում, եւ յուրաքանչյուր այդ ատոմը ենթարկվում է անորոշության սկզբունքին։ Սա նշանակում է, որ անկախ նրանից, թե որքան հզոր են մեր համակարգիչները, անկախ նրանից, թե որքան ճշգրիտ են մեր չափումները, կա սահման նրան, թե որքան ճշգրիտ մենք կարող ենք կանխատեսել ապագան։ Բայց կա ավելի խորը հարց, որը վերաբերում է ոչ թե ֆիզիկային, այլ փիլիսոփայությանը։ Երբ մենք ասում ենք, որ Ապոֆիսը գոյություն ունի, ինչ մենք իրականում նկատի ունենք։ Ապոֆիսը կազմված է ատոմներից։ Այդ ատոմները կազմված են պրոտոններից, նեյտրոններից, էլեկտրոններից։ Այդ մասնիկները կազմված են քվարկներից։ Եվ քվարկները, լավ, մենք չգիտենք, թե ինչից են կազմված քվարկները։ Գուցե նրանք հիմնարար են, գուցե նրանք կազմված են ինչ-որ ավելի փոքր բանից։ Մենք չգիտենք։ Բայց ահա ինչն է իրականում խելագար։ Երբ ֆիզիկոսները ուսումնասիրում են այդ մասնիկները, նրանք հայտնաբերում են, որ մասնիկները ոչ թե փոքր գնդիկներ են, նրանք ալիքներ են, կամ մասնիկներ, կամ երկուսն էլ միաժամանակ։ Կախված նրանից, թե ինչպես դուք դիտում եք դրանք։ Սա կոչվում է ալիք-մասնիկ երկակիություն։ Եվ սա նշանակում է, որ իրականությունը իր ամենահիմնարար մակարդակում կախված է դիտորդից։ Այսպիսով, երբ մենք ասում ենք, որ Ապոֆիսը գոյություն ունի, մենք իրականում ասում ենք, որ կա ինչ-որ բան, որը մենք դիտում ենք, որը մենք չափում ենք, որը մենք կոչում ենք Ապոֆիս։ Բայց արդյոք այն գոյություն ունի անկախ մեր դիտարկումից։ Արդյոք այն գոյություն ունի, երբ ոչ ոք չի նայում։ Սրանք հարցեր են, որոնք ֆիզիկան չի կարող պատասխանել, որովհետև սրանք ոչ թե ֆիզիկայի հարցեր են, սրանք փիլիսոփայության հարցեր են։ Եվ սա մեզ բերում է ավելի մեծ հարցի, որը վերաբերում է գիտակցությանը։ Որովհետև երբ մենք խոսում ենք դիտորդի մասին, մենք խոսում ենք գիտակցության մասին։ Մենք խոսում ենք մի բանի մասին, որը կարող է դիտել, չափել, հասկանալ։ Բայց ինչ է գիտակցությունը։ Մենք գիտենք, որ գիտակցությունը առաջանում է ուղեղում։ Մենք գիտենք, որ երբ նեյրոնները կրակում են, երբ էլեկտրական ազդանշանները անցնում են սինապսների միջով, ինչ-որ կերպ ստեղծվում է սուբյեկտիվ փորձառություն։ Փորձառություն լինելու։ Փորձառություն տեսնելու կարմիր գույնը։ Փորձառություն լսելու երաժշտությունը։ Փորձառություն մտածելու Ապոֆիսի մասին։ Բայց ինչպես։ Ինչպես ֆիզիկական պրոցեսները, էլեկտրոնները, որոնք շարժվում են նեյրոնների միջով, ստեղծում են սուբյեկտիվ փորձառություն։ Սա կոչվում է գիտակցության դժվար խնդիր։ Եվ սա խնդիր է, որը մենք չգիտենք, թե ինչպես լուծել։ Դեռ։ Եվ գուցե երբեք չիմանանք։ Որոշ ֆիլիսոփաներ ասում են, որ գիտակցությունը հիմնարար է, ինչպես զանգվածը, ինչպես էներգիան, ինչպես տիեզերք ժամանակը։ Նրանք ասում են, որ գիտակցությունը ոչ թե ստեղծվում է ուղեղի կողմից, այլ ուղեղը պարզապես ընդունում է գիտակցությունը, ինչպես ռադիոն ընդունում է ռադիոալիքները։ Սա կոչվում է պամպսիխիզմ։ Եվ թեև սա հնչում է խելագար, որոշ ֆիզիկոսներ սկսում են վերահսկել այս գաղափարը։ Որովհետև երբ դուք ուսումնասիրում եք քվանտային մեխանիկան, եւ դուք տեսնում եք, թե ինչպես է իրականությունը կախված դիտորդից, դուք սկսում եք հարցնել, արդյոք գիտակցությունը ավելի հիմնարար է, քան մենք կարծում էինք։ Արդյոք գիտակցությունը դեր է խաղում ոչ միայն դիտարկման մեջ, այլ նաեւ ստեղծման մեջ։ Արդյոք տիեզերքը որոշ իմաստով գիտակցություն է։ Հիմա ես գիտեմ, թե ինչ եք մտածում։ Սա չափազանց էզոթերիկ է, սա չափազանց մետաֆիզիկական է, սա ոչինչ կապ չունի Ապոֆիսի հետ։ Բայց սպասեք, որովհետև կա կապ, խորը կապ։ Երբ մենք խոսում ենք Ապոֆիսի շեղման մասին, երբ մենք խոսում ենք մոլորակային պաշտպանության մասին, մենք խոսում ենք մի բանի մասին, որը երբեք չի տեղի ունեցել տիեզերքի պատմության մեջ։ Մենք խոսում ենք գիտակցության մասին, գիտակցության, որը ծակագել է մեկ մոլորակի վրա, մեկ աստղի շուրջ, մեկ գալակտիկայում, որը փոխում է տիեզերական օբյեկտի ուղին։ Մտածեք դրա մասին։ 4 միլիարդ 600 միլիոն տարի Ապոֆիսը պտտվել է արեգակի շուրջ։ 4 միլիարդ 600 միլիոն տարի դրա ուղեծիրը որոշվել է միայն ֆիզիկայի օրենքներով։ Ձգողական ուժով, Յարկովսկու էֆեկտով, բախումներով այլ աստերոիդների հետ։ Բայց հիմա, առաջին անգամ, դրա ուղեծիրը կորոշվի նաև գիտակցությամբ, մարդկային գիտակցությամբ։ Գիտակցությամբ, որը կարող է հասկանալ ֆիզիկան,
Կարող է կառուցել տիեզերանավեր, կարող է փոխել աստղերի ուղին։ Սա ոչ թե փոքր բան է, սա հսկայական բան է։ Սա պահն է, երբ տիեզերքը դառնում է գիտակից իր մասին։ Որովհետև մենք, մարդիկ, ոչ թե առանձին ենք տիեզերքից։ Մենք տիեզերքի մասն ենք։ Մենք ատոմներ ենք, որոնք կազմակերպվել են այնպես, որ կարող են մտածել։ Մենք աստղերի փոշի ենք, որը դարձել է գիտակից։ Մենք տիեզերքի ճանապարհն ենք, ճանաչելու իր մասին։ Եվ երբ մենք շեղում ենք Ապոֆիսը, մենք ոչ միայն փրկում ենք մեր մոլորակը, մենք անում ենք ինչ-որ բան ավելի խորը։ Մենք ցույց ենք տալիս, որ տիեզերքը կարող է փոխել իր մասին, որ գիտակցությունը ոչ թե пассив դիտորդ է, այլ ակտիվ մասնակից, որ մենք, փոքր տեսակը փոքր մոլորակի վրա, կարող ենք ազդել տիեզերքի ընթացքի վրա։ Բայց ահա ինչն է իրականում խոնարհեցնող։ Մենք չգիտենք, թե արդյոք մենք միակներն ենք։ Մենք չգիտենք, թե արդյոք այլ տեղերում, այլ աստղերի շուրջ, այլ գալակտիկաներում կան այլ գիտակցություններ, այլ քաղաքակրթություններ, այլ տեսակներ, որոնք նույնպես փորձում են հասկանալ տիեզերքը, փորձում են պաշտպանել իրենց մոլորակները, փորձում են փոխել իրենց ճակատագիրը։ Մենք փնտրել ենք, մենք լսել ենք, մենք ուղարկել ենք ազդանշաններ տիեզերք, բայց մենք չենք լսել պատասխան։ Դեռ, սա կոչվում է Ֆերմիի պարադոքս։ Եթե տիեզերքը այնքան մեծ է, եթե կան միլիարդավոր աստղեր, միլիարդավոր մոլորակներ, ապա որտեղ են բոլորը։ Ինչու մենք միայնակ ենք։ Կան շատ հնարավոր պատասխաններ։ Գուցե կյանքը հազվագյուտ է, գուցե գիտակցությունը հազվագյուտ է, գուցե քաղաքակրթությունները ինքնաոչնչացվում են նախքան նրանք հասնելը աստղերին։ Գուցե նրանք այնտեղ են, բայց մենք չենք կարող հայտնաբերել նրանց։ Գուցե նրանք հայտնաբերել են մեզ, բայց չեն ուզում շփվել։ Մենք չգիտենք։ Բայց ահա ինչն է հետաքրքիր։ Ապոֆիսը կարող է օգնել մեզ պատասխանել այս հարցին։ Ոչ թե ուղղակիորեն, այլ անուղղակիորեն։ Որովհետև երբ մենք սովորում ենք, թե ինչպես պաշտպանել մեր մոլորակը աստերոիդներից, մենք նաև սովորում ենք, թե ինչպես այլ քաղաքակրթությունները կարող են պաշտպանել իրենց մոլորակները։ Մենք սովորում ենք, թե ինչ տեխնոլոգիաներ են անհրաժեշտ, ինչ գիտելիքներ են անհրաժեշտ, ինչ համագործակցություն է անհրաժեշտ։ Եվ երբ մենք փնտրում ենք այլ քաղաքակրթություններ, մենք կարող ենք փնտրել նշաններ այդ տեխնոլոգիաների։ Մենք կարող ենք փնտրել աստղեր, որոնց շուրջ աստերոիդները շարժվում են անսովոր ուղեցրերով։ Մենք կարող ենք փնտրել ազդանշաններ, որոնք ցույց են տալիս, որ ինչ-որ մեկը փորձում է շեղել աստերոիդներ։ Մենք կարող ենք փնտրել ապացույցություններ մոլորակային պաշտպանության։ Բայց նույնիսկ եթե մենք երբեք չգտնենք այլ քաղաքակրթություններ, նույնիսկ եթե մենք իրականում միակներն ենք այս հսկայական տիեզերքում, սա ոչ թե մեզ դարձնում է անկարևոր, հակառակը, սա մեզ դարձնում է անհավատալի կարևոր։ Որովհետև եթե մենք միակներն ենք, եթե մենք միակ գիտակցությունն ենք այս տիեզերքում, ապա մենք ունենք պարտականություն։ Պարտականություն գոյատևելու, պարտականություն ծաղկելու, պարտականություն տարածվելու աստղերին։ Որովհետև եթե մենք անհետանանք, եթե աստերոիդը ոչնչացնի մեզ, ապա տիեզերքը կկորցնի իր միակ ճանապարհը, ճանաչելու իր մասին։ Տիեզերքը կդառնա կույր, կանգ կառնի գիտակցությունը։ Բայց եթե մենք գոյատևենք, եթե մենք պաշտպանենք մեր մոլորակը, եթե մենք տարածվենք աստղերին, ապա գիտակցությունը կշարունակվի, կզարգանա, կծաղկի։ Եվ գուցե միլիոնավոր տարիներ հետո, երբ մեր սերունդները կապրեն հազարավոր մոլորակների վրա, երբ նրանք կնայեն հետ դեպի երկիր, դեպի այս փոքր կապույտ կետը, որտեղ ամեն ինչ սկսվեց, նրանք կհիշեն Ապոֆիսը։ Կհիշեն պահը, երբ մարդկությունը որոշեց գոյատևել։ Բայց եկեք ազնիվ լինենք։ Կան բաներ, որոնք մենք չգիտենք, շատ բաներ։ Մենք չգիտենք, թե արդյոք Ապոֆիսը իրականում կբախվի երկրին։ Մենք չգիտենք, թե արդյոք մեր տեխնոլոգիաները կաշխատեն։ Մենք չգիտենք, թե արդյոք մարդկությունը կկարողանա համագործակցել։ Մենք չգիտենք, թե ինչ այլ սպառնալիքներ կան այնտեղ, որոնց մասին մենք դեռ չգիտենք։ Մենք չգիտենք, թե ինչ է տիեզերքի 1095%-ը։ Մենք կոչում ենք այն մութ նյութ եւ մութ էներգիա, բայց սրանք պարզապես անուններ են մեր անգիտության համար։ Մենք չգիտենք, թե ինչ է դա։ Մենք չգիտենք, թե ինչպես է այն ազդում աստերոիդների վրա։ Մենք չգիտենք, թե արդյոք այն կարող է փոխել մեր հաշվարկները։ Մենք չգիտենք, թե արդյոք ժամանակը իրականում գոյություն ունի։ Մենք չգիտենք, թե արդյոք ազատ կամքը իրականում գոյություն ունի։ Մենք չգիտենք, թե արդյոք իրականությունը, որը մենք դիտում ենք, միակ իրականությունն է, թե կան անվերջ շատ զուգահեռ տիեզերքներ, որտեղ յուրաքանչյուր հնարավոր արդյունք տեղի է ունենում։ Մենք չգիտենք, թե ինչ է գիտակցությունը։ Մենք չգիտենք, թե ինչու գոյություն ունի ինչ-որ բան, փոխարենը ոչինչի։ Մենք չգիտենք, թե արդյոք տիեզերքը ունի սկիզբ եւ վերջ, թե այն անվերջ է։ Մենք չգիտենք, թե արդյոք մեր ֆիզիկայի օրենքները նույնն են ամենուր տիեզերքում, թե նրանք տարբեր են տարբեր տեղերում։ Սրանք ոչ թե փոքր հարցեր են, սրանք ամենամեծ հարցերն են, որոնք մարդկությունը երբևէ տվել է, եւ մենք չունենք պատասխաններ։ Դեռ։
Եվ գուցե երբեք չունենանք։ Բայց գուցե դա լավ է։ Դա լավ է։ Գուցե հարցերը ավելի կարևոր են, քան պատասխանները։ Գուցե փնտրումը ավելի կարևոր է, քան գտնելը։ Գուցե անհայտը ավելի հետաքրքիր է, քան հայտնի։ Որովհետև երբ մենք նայում ենք Ապոֆիսին, երբ մենք տեսնում ենք այս 37-110 մետր ժայռը, որը շարժում է տիեզերքում, մենք տեսնում ենք ոչ միայն սպառնալիք, մենք տեսնում ենք հարց։ Հարց, որը տիեզերքը տալիս է մեզ։ Արդյոք դուք պատրաստ եք։ Արդյոք դուք բավականաչափ հասուն եք։ Արդյոք դուք բավականաչափ խելացի եք։ Արդյոք դուք բավականաչափ միասնական եք։ Եվ մեր պատասխանը, մեր գործողությունը, մեր ընտրությունը կորոշի ոչ միայն մեր ճակատագիրը, այն կորոշի նաև թե ինչպիսին կլինի տիեզերքը։ Որովհետև տիեզերքը ոչ թե ստատիկ է, այն դինամիկ է, այն փոխվում է։ Եվ մենք, փոքր տեսակը փոքր մոլորակի վրա, մենք մասն ենք այդ փոփոխության։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք։ Հիշում եք 2029 թվականի ապրիլի 13-ը։ Հիշում եք, երբ ասացինք, որ երկնքում կհայտնվի բան, որը մարդկությունը երբեք չի տեսել։ Հիմա մենք հասկանում ենք, թե ինչ է դա իրականում նշանակում։ Սա ոչ միայն աստերոիդ է, սա հայելի է։ Հայելի, որը ցույց է տալիս մեզ, թե ով ենք մենք։ Ցույց է տալիս մեզ, թե որտեղ ենք մենք։ Ցույց է տալիս մեզ, թե ինչ ենք մենք կարող։ Եվ ամենակարևորը, ցույց է տալիս մեզ, թե ինչ ենք մենք դեռ չգիտենք։ Երբ 2 միլիարդ մարդ կնայեն երկինք 2029 թվականի ապրիլի 13-ին, երբ նրանք կտեսնեն Ապոֆիսը, որը անցնում է աստղերի միջով, յուրաքանչյուրը կտեսնի ինչ-որ բան տարբեր։ Ոմանք կտեսնեն սպառնալիք, ոմանք կտեսնեն հնարավորություն, ոմանք կտեսնեն գիտություն, ոմանք կտեսնեն խորհուրդ։ Բայց բոլորը կզգան ինչ-որ բան ընդհանուր։ Կզգան, որ մենք փոքր ենք, կզգան, որ մենք խոցելի ենք, կզգան, որ մենք միասին ենք, կզգան, որ մենք մասն ենք ինչ-որ բանի ավելի մեծի, ինչ-որ բանի, որը մենք դեռ չենք հասկանում, ինչ-որ բանի, որը գուցե երբեք չհասկանանք, եւ գուցե դա լավ է։ Գուցե խորհուրդը ավելի գեղեցիկ է, քան որոշակիությունը, գուցե անհայտը ավելի ոգեշնչող է, քան հայտնի, գուցե ճանապարհորդությունը ավելի կարևոր է, քան նպատակակետը, որովհետև երբ մենք նայում ենք երկինք, երբ մենք տեսնում ենք աստղերը, երբ մենք մտածում ենք Ապոֆիսի մասին, մենք ոչ միայն տեսնում ենք տիեզերքը, մենք տեսնում ենք մեզ։ Մենք տեսնում ենք մեր անցյալը, ատոմները, որոնք ձևավորվել են աստղերում։ Մենք տեսնում ենք մեր ներկան, տեսակը, որը փորձում է հասկանալ իր տեղը։ Մենք տեսնում ենք մեր ապագան, անվերջ հնարավորությունները, անվերջ հարցերը, անվերջ խորհուրդները։ Եվ յուրաքանչյուր գիշեր, եւ դուք նայում եք երկինք, եւ դուք տեսնում եք աստղերը, հիշեք սա։ Դուք ոչ թե պարզապես նայում եք, դուք մասն եք այն ամենի, ինչ դուք տեսնում եք։ Դուք աստղերի փոշին եք, որը դարձել է գիտակից։ Դուք տիեզերքի ճանապարհն եք, ճանաչելու իր մասին։ Դուք հարցն եք եւ պատասխանը միաժամանակ։ Եվ երբ Ապոֆիսը կանցնի, երբ այն կվերադառնա տիեզերքի խորքերը, երբ այն կշարունակի իր անվերջ ճանապարհորդությունը արեգակի շուրջ, այն կկրի մեզ հետ։ Ոչ թե ֆիզիկապես, այլ խորհրդանշորեն։ Այն կդառնա մասը մեր պատմության, մասը մեր ինքնության, մասը մեր հասկացողության, թե ով ենք մենք եւ որտեղ ենք մենք գնում։ Եվ գուցե միլիոնավոր տարիներ հետո, երբ Ապոֆիսը դեռ կպտտվի արեգակի շուրջ, երբ երկիրը գուցե այլևս չլինի, երբ մարդկությունը գուցե տարածվի հազարավոր աստղերի, այդ հեռավոր սերունդները կնայեն հետ եւ կհիշեն։ Կհիշեն փոքր կապույտ մոլորակը։ Կհիշեն տեսակը, որը սովորեց պաշտպանել իր տունը։ Կհիշեն պահը, երբ գիտակցությունը որոշեց գոյատևել։ Բայց մինչ այդ հեռավոր ապագան մենք ունենք հիմա։ Մենք ունենք այս պահը։ Այս պահը, երբ մենք կանգնած ենք երկրի վրա, նայում ենք երկինք եւ հարցնում ենք մեծ հարցերը։ Հարցերը, որոնց պատասխանները մենք չգիտենք։ Հարցերը, որոնք գուցե երբեք չիմանանք։ Բայց հարցերը, որոնք մեզ դարձնում են մարդ։ Արդյոք մենք միայնակ ենք տիեզերքում։ Արդյոք գիտակցությունը հիմնարար է։ Արդյոք ազատ կամքը գոյություն ունի։ Արդյոք ժամանակը իրական է։ Արդյոք իրականությունը, որը մենք դիտում ենք, միակ իրականությունն է։ Արդյոք տիեզերքը ունի նպատակ։ Արդյոք մենք ունենք նպատակ։ Մենք չգիտենք։ Բայց մենք շարունակում ենք հարցնել, շարունակում ենք փնտրել, շարունակում ենք հույս ունենալ։ Եվ գուցե դա բավարար է։ Գուցե հարցնելը, փնտրելը, հույս ունենալը դա է այն, ինչը մեզ դարձնում է մարդ։ Դա է այն, ինչը մեզ դարձնում է կարևոր։ Դա է այն, ինչը մեզ դարձնում է արժանի գոյատևելու։ Եվ երբ դուք նայում եք երկինք այսօր, եւ դուք տեսնում եք աստղերը, եւ դուք մտածում եք Ապոֆիսի մասին, հիշեք սա։ Դուք տեսնում եք ոչ միայն անցյալը, դուք տեսնում եք ապագան։
Ապագան, որը դեռ գրված չէ, ապագան, որը կախված է մեզանից, ապագան, որը լի է անհայտով, բայց նաև անվերջ հնարավորություններով։ Եվ այդ անհայտը, այդ խորհուրդը, այդ անվերջ հարցերը, դրանք ոչ թե մեզ դարձնում են թույլ, դրանք մեզ դարձնում են ուժեղ։ Որովհետև դրանք մեզ հիշեցնում են, որ կա ավելի շատ սովորելու, ավելի շատ հայտնաբերելու, ավելի շատ հասկանալու։ Եվ քանի դեռ կան հարցեր, քանի դեռ կա խորհուրդ, քանի դեռ կա անհայտ, մենք կշարունակենք առաջ գնալ, կշարունակենք փնտրել, կշարունակենք լինել։ Եվ գուցե դա է ամենակարևոր դասը, որը Ապոֆիսը կարող է սովորեցնել մեզ։ Ոչ թե այն, թե ինչպես պաշտպանել մեր մոլորակը, ոչ թե այն, թե ինչպես շեղել աստերոիդներ, այլ այն, թե ինչպես ապրել անորոշության մեջ։ Ինչպես գտնել իմաստ անհայտում, ինչպես գտնել հույս խորհրդում, ինչպես շարունակել հարցնել, նույնիսկ երբ պատասխանները չկան։ Որովհետև վերջում, երբ բոլոր տիեզերանավերը թռցել են, երբ բոլոր հաշվարկները կատարվել են, երբ բոլոր առաքելությունները ավարտվել են, մնում է միայն սա. մենք, փոքր տեսակը փոքր մոլորակի վրա, նայում ենք վեր դեպի անվերջ երկինքը և հարցնում ենք. ինչու։ Եվ գուցե պատասխանը ոչ թե այնտեղ է, վերևում տեղ է, վերևում աստղերի մեջ։ Գուցե պատասխանը այստեղ է, ներսում, մեր մեջ, մեր հարցերում, մեր փնտրումներում, մեր հույսերում, մեր երազանքներում, մեր ընտրություններում։ Եվ երբ 2029 թվականի ապրիլի 13-ին երկինքում կհայտնվի այն բանը, որը մարդկությունը երբեք չի տեսել, երբ Ապոֆիսը կանցնի մեր գլխավերևից, երբ 2 միլիարդ մարդ կնայեն վեր միաժամանակ, յուրաքանչյուրը կտեսնի ոչ միայն աստերոիդ, յուրաքանչյուրը կտեսնի հայելի, որը արտացոլում է մեզ, մեր վախերը, մեր հույսերը, մեր երազանքները, մեր հարցերը։ Եվ այդ հարցերը, այդ անվերջ, գեղեցիկ, սարսափելի հարցերը, դրանք են այն, ինչը մեզ դարձնում է մարդ։ Դրանք են այն, ինչը մեզ դարձնում է կենդանի։ Դրանք են այն, ինչը մեզ դարձնում է արժանի այս անհավատալի, խորհրդավոր, անվերջ